Ուրեմն բացիլոն տակուր շիշետայնյաշիքշա անգրիտա մենք ձեզ հետ ուսումնասիրում ենք հոգևոր ճանապարհի տարբեր փուլերը։ Ու ես ամեն անգամ գտնում եմ, որ այս սկզբունքները իրանք կիրառելի են անկախ մարդու կրոնականությունից, որովհետև իրականում հոգևոր ճանապարհը ինքը մի հատ է։ Աստված մի հատ է, իր հանդեպ ճանապարհը մի հատ է, ինչի համար, որովհետև ստանդարտ է կենդանիակի նյութական պայմանավորվածությունը, նույն ճանապարհով են հոգեբանական նույն ճանապարհով են կենդանիակները ընկնում նյութական աշխարհ, հոգեբանական նույն ճանապարհով են վերադառնում։ Ինչով են տարբերվում իրարից տարբեր կրոնականությունները։ Իրանք տարբերվում են երկու բանով։ Առաջինը դա ծիսակատարություններով, հա, իսկ երկրորդը տարբերվում են Աստծո եւ հոգու մասին գիտելիքի մակարդակով։ Դրանով պայմանավորված տարբեր կրոնականությունները իրանք առաջարկում են ինչ-որ, այսպես ասած, իրանց ճանապարհը։ Այսինքն, եթե կրոնականությունը ինքը իր գաղափարախոսության մեջ սահմանափակված է բարոյականության օրենքներով, հա, ինքը հայտարարում է, որ մենակ բանը, մենակ նոր ասեցի։ Չէ։ Принципы нравственности, բարոյականության կանոնները իրանք բավարար են, որպեսզի ազնվությունը ինքը վերադառնա հոգևոր աշխարհ։ Ինքը իրականում ոչ այնքան կոռեկտ գաղափար է, ինչու համար, որովհետև բարոյականության օրենքները իրանք տրված են նյութական աշխարհում պայմանավորված կենդանի էակների նախանձը, ապելությունը, չգիտեմ, դաժանությունը կարգավորելու համար։ Հա? Եվ այդ սկզբունքների հիմքի վրա հնարավոր չի լինել հոգևոր աշխարհը, որովհետև հոգևոր աշխարհի իրականությունը ինքը խիստ տարբերվում է իր ամբողջ լիստուկացով, խիստ տարբերվում է նյութական աշխարհից։ Ոնց որ հիմա ասենք, օրինակ, հայերի տրադիցիաները աֆրիկյան ինչ-որ մի այն ցեղերի տրադիցիաներից, ինչ քանա չէ տարբերվում։ Ասենք այնտեղ ընդհանուր միջև մեծերին ուտելու մշակույթ կա, չէ։ Այդ ձև տարբերվում է։ Դրա համար ասենք մենք դեռ չենք հասել հոգևոր հոգեբանությանը, որպեսզի կարողանանք ընկալենք այդ տարբերությունը, ժամանակի ընթացքում մենք իհարկե դա կանցնենք այս գրքի սահմաններում։ Դա հիմա բանալի ժամանակի շուրջ խոսակցությունն է։ Հիմա մենք ձեզ հետ քննարկում ենք հենց այդ բարոյականության դաշտը։ Այսինքն ինչի ընդհանրապես երբ որ մարդը ինքը գալիս է հոգևոր կյանք, իր առաջին քայլերում ինքը ինչ պետք է անի, չէ՞։ Մենք տեսանք, որ կրոնը ինքը սովորաբար երկու սկզբունք է առաջ քաշում, որ երբ որ կենդանիակը ինքը նոր է գալիս կրոն, չէ, ինքը երկու սպասում ունի Աստծուց, ինքը դեռ Աստծուն ծառայել, Աստծուն սիրել, բան, այս սկզբնական շրջանի տրամադրությունները չեն։ Սկզբնական շրջանում, հատկապես աստվածամերժության դարաշրջանում, կենդանիակը ինքը առաջի հերթին ուզում է կրոնի միջոցով գնել բանանացնել։ Ուրեմն հատկապես աստվածաբեժության դարաշրջանում կենդանիակը ինքը նոր է գալիս։ Կրոն ինքը երկու բան է ուզում։ Ազատվի տառապանքից, հաստատվի նյութական հաջողության, նյութական երջանկության մեջ։ Ոչ մի երկնային բաներ ինքը չի ուզում, չէ՞։ Եվ մենք տեսնում ենք, որ արիացիները իրանք այդպես էլ ասում են, որ իրական կրոնը ինքը առաջի հերթին պիտի լուծի այդ հարցը։ Այսինքն, երբ որ ազնվությունը ինքը ապաստարանա գտնում Աստծո մոտ, չէ՞, իր կյանքը պիտի փոխվի։ Ինքը պետք է զգա, որ այ գերագույն Աստծո ազնվությանը երբ որ ինքը տրվեց, ինչ-որ մի բան իր կյանքում փոխվեց։ Այս գաղափարը ինքը իրականացում է այդ գաղափարի շատ դժվարանում է աստվածամերժության դարաշրջանում։ Ինչի՞, որտեղ աստվածամերժության դարաշրջանում չկա աստվածակենտրոն պետություն, իրական աստվածակենտրոն կենտրոն։ Միշտ հիշում ենք, որ արիացիները իրենք չեն ընդունում կազմակերպված կրոնը, հա,
Իրանք համարում են, որ կազմակերպված կրոնը, որն է կազմակերպված կրոնը։ Կազմակերպված կրոնը դա այն կրոնն է, որտեղ հոգևորականների միջև կան պաշտոններ։ Եթե կան պաշտոններ, արիացիներ իրենք համարում են, որ էդի դարձավ կարիերիստների, չէ, նյութապաշտների թիրախ։ Թիրախ ճիշտ եմ ասում, չէ։ Թիրախ դարձավ, հասկանում եք։ Всё։ Ինչ են անելու աթեիստները։ Աթեիստները իրենք, որպեսզի զավթեն կրոնը, չէ, առաջի հերթին կրոնից դուրս են գցում անկեղծ հոգևորականներին։ Հա? Իրանք կեղծ կրոնականներ են, իրանք ուրեմն հագնում են կրոնականի շորերը եւ հետապնդում են նյութական նպատակներ։ Всё, այստեղ խոսակցությունը ավարտվում է։ Դրա համար արեցիները իրանք չեն ընդունում, որ եթե կա կազմակերպված կրոնի տակ գործող պետություն, դա կրոնական պետություն է։ Դա ուղղակի պետականության մասշտաբի կրոնական աղանդ է, ըստ արիացիների։ Ուրեմն, որովհետև չկա իրական հոգևոր դաշտ, չէ՞, գերագույն աստվածանավորությունը ինքը շատ դժվարանում է լուծի այդ տնտեսական խնդիրները, հա, որտեղ երջանկության մեջ միշտ առաջի հերթին մտնում է բարեկեցությունը։ Համենայնդեպս դա արիացիների սպասումներն ակնառումից, չէ, որ ազնվորությունը, երբ որ ինքը հետևում է գերագույն աստվածանավորության կողմից տված բարոյականության օրենքներին, առաջի խնդիրը, որ պիտի լուծվի, դա բարեկեցությունն է։ Բարեկեցության հիմքի վրա հետո նոր հնարավոր է կառուցել մնացած ամեն ինչը։ Դրա համար իրանք կարմայոգայի համար ասում են 4 սկզբունք, չէ, դհարմա արթա կամա մոքշա։ Դարման դա բարոյականության սկզբունք, կրոնական բարոյականության սկզբունքներն են, արթան տնտեսական զարգացումն է։ Այսինքն իրանք այտենց էին կրոնը կազմակերպում, էլի, որպեսզի կրոնը առաջի հերթին ազնվորությանը տա տնտեսական զարգացում։ Հետո նոր ցանկությունների իրականացում։ Հետո նոր ազատագրում կամ հրաժարում կամ ես միշտ իրականում ասենք ես այդ վայրագյան միշտ ասում եմ անկախություն, որտեղ հոգևորական տեսանկյունից անկախություն խոսքը իրավունք ճիշտ է։ Հիմա, հա, ու ասենք որովհետև չկա այդ դաշտը, չէ՞, հիմա տեսեք, ոնց որ աստվածամեժության դարաշրջանում այդ ներքին կրոնականությամբ զբաղվում են անհատները։ Ու ընդհանուր աստվածամեժության դաշտում մի հատ կրոնականի համար լուծել տնտեսական խնդիրը ինքը շատ բարդ գործ է։ Ինչու՞։ Որովհետև, տեսեք, նրանք ովքեր որ Բագավատ լսում են, հիշում եք, որ երբ որ մենք առաջի երկրը ենք ուսումնասիրում, չէ, երբ որ ասենք բացատրվում էր, թե աստվածամեժության դարաշրջանը ինքը ինչպես է մտնում ինչպես է մտնում ընդհանրապես որ սկսի գործել, չէ, երբ որ Կալին ու Պարիկշիտը հանդիպեցին, եւ Կալին ինքը Պարիկշիտին ասեց, ես որտեղ եք, Պարիկշիտը ասեց լավ, եթե տրվեցիր, ուրեմն ապրի, Կալին ինչ ասեց, ասեց, ես որտեղ էլ գնամ, ամենտեղ քեզ եմ հանդիպելու, հա, ինձ սկզբունքներ տուր, որտեղ ես կարող եմ ապրել, չէ, ու ինքը ասեց, որտեղ դու կտեսնես, որ մարդիկ իրանք զբաղված են մսակերությամբ, ինտոքսիկացիաներով, ազատ խաղերով եւ ազատ սեռական կյանքի հակում ունեն, հա, այդտեղ էդի քո տարածքն է, չէ՞։ Եվ վերջում ինքը ասեց, դեպի քիչ ասեց, մի բան էլ ասա։ Պարիկշիտը ասեց, այ որտեղ որ դրա համար է կուտակում ոսկին, այսինքն հարստությունը, հա, այդի քո դաշտն է, չէ՞։ Հիմա տեսեք, ուղղակի ասենք հիմա մարդ ինքը դառնում է իրական հոգևոր, այսինքն ներքին աշխարհի բացությամբ զբաղվում մասնակցություն, չէ՞, ու ապրում է տարածքում, որտեղ հարստությունը տրվում է, Կալիյուգան այդ դա է, հարստությունը տրվում է արատավորության դիմաց, հա, իսկ հոգևոր մարդը ինքը փորձում է լինի առաքին։ Դրա համար այդ արատավորության դաշտը իրան ասում են պաշողոն, ինչ էր ասում դյուրոցանալ, ասեղ խլելու տեղ չեմ տալիս։ Չէ, որտեղ պանդանները, կրոնականության սկզբունքները պանդաններն էին, չէ, ինչ ասեց Գյութիշտիրան, ինք ասեց մենք եղբայր ենք,
Մենք արքայական ծագում ունենք, այսինքն մենք նախատեսված ենք իշխելու համար, չէ՞։ Ասես ոչ բան չենք ուզում։ Մեզ 5 հատ գյուղ տուր, ամեն մեկից մի հատ քաղաք չէ, դաժե գյուղ, այդ ամբողջ կայսրությունից 4 հատ գյուղ տուր, որ մենք պրոստը մեր բնությանը համապատասխան այդ գյուղտանալ ասեց, աստեղ խրելու տեղ չեմ տա։ Չէ՞, հասկանում եք, ու ասենք այդ տեսեք, այդի ինքը բարդացնում է այդ արդյունքը, չէ՞, որտեղ Աստված ինքը տնտեսական զարգացում է տալիս հոգևոր մարդուն, եթե ինքը այդ 4 սկզբունքներից դուրս է, դա որ Պրաբհուպադը ասում էր, այ որ դու հայտնվես հոգևորի դաշտում, հենց մտար այդ 4 սկզբունքը պիտի պահես, ինչի համար, որ Կալիյուգայից պոկվես, չէ՞, հիմա երբ որ դու Կալիյուգայից պոկվում ես, Կալիյուգան ինքը հրաժարվում է քեզ կերակրի։ Մնացիր սոված։ Հասկանում եք, ինքը հրաժարվում է քեզ կերակրի։ Հետո ստացվում է ուրիշ բան, որ երբ որ արդեն եթե այդ կրոնականությունը ինքը տարածվում է, մարդիկ, որոնք իրանք հետևում են 4 սկզբունքներին, իրանք շատանում են, չէ՞, ու իրանք իրաց նյութական ռեսուրսը դնում են իրար օգնելու վրա։ Այդպես կամաց առաջանում այն դաշտը, որտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ինչ-որ բաներ է գտնում, լազերկաներ է գտնում, թե ոնց անի, որ ապահովի նվիրյալի տնտեսական զարգացումը։ Հասկացաք, չէ՞։ Հիմա ուրեմն այդ խնդիրները իրանք բարդ են եւ երբ որ անձնավորությունը ինքը մեր դարաշրջանում սկսում է պահել բարոյականության օրենքները, հաստատվել, գործում է հաստատվել իրական կրոնականության մեջ, ինքը միշտ իրականում դառնում է բան, այդ կեղծ կրոնականության դաշտի համար անընդունելի անձնավորություն, եթե ինքը իրական իրապես է կրոնականության զբաղվում, առաջին բանը, որ իր մոտ տեղի է ունենում, ինքը ձեռքաբերում իմաստություն։ Հա, իսկ ինչ նշանակում իմաստություն։ Ինքը սովորում բան, սևը սպիտակից տարանջատել։ Հա, հիմա դուք ինչ եք կարծում, ասեք, եթե մենք ասում ենք, որ կազմակերպված կրոնը ինքը ընկնում է նյութապաշտ կարիերիստների ձեռքը։ Այդ նյութապաշտ կարիերիստը ինքը ո՞նց է վերաբերվում այն մարդուն, որին նայելուց հասկանում է, որ ինքը հասկանում է, թե ինքը ինչով է զբաղված։ Ո՞նց է վերաբերվում։ Ոչ ես մարի քեզ դնեմ գլխիս, դու մաքուր ազնվորություն ես, վաու ես ինչ լավ է։ Չէ, մի անգամից սկսում եմ մտածել այդ ազնվորությունից ոնց ձեռք քաշի, չէ, ինչու հատկապես, որ այդպիսի ազնվորություններն են, իրանք տեսնում են քիչ, հա, սկսում են ուրիշներին ասել, որ չեք տեսնում են տկլոր թագավորի հեքիաթը պատմելը, չէ, չեք տեսնում, որ տկլոր է, հա, հասկանում եք, եւ դա ինքը շատ լուրջ բախումների հիմք է դառնում, շատ լուրջ բախումների, մեկ-մեկ նույնիսկ այսպես կարող ենք ասել անախում բախումների հիմք է, չէ, դառնում այդ գաղափարը։ Դրա համար առաջին հերթին, երբ որ արդեն մենք խոսում ենք մեր ժամանակների մասին, սա շատ կարևոր թեմա է, որ մեզանից ամեն մեկը ինքը խիստ հասկանա, թե ինքը ոնց պիտի անի, որ ոնց ասեմ, էլի, որ աստվածամեժության դաշտը ինքը չֆիքսի իրան որպես թշնամի, որտեղ իրական հոգևոր մարդ ինքը ոչ մեկի թշնամի չի, ինքը քանի գնում այդքան փակվում է, չէ՞։ Հասկանում եք, քանի գնում բարիության դաշտա գնում է, այդ կակրս ինքն է, որ բարիության դաշտա գնում, որտեղ կեղծ հոգևորականները իրանք ֆանատիկ են դառնում, իսկ ֆանատիկների ձեռքերով այս աշխարհում ամենամեծ դաժանություններն է իրարվում, չէ՞։ Իսկ իրական հոգևոր մարդը ինքը քանի գնում ավելի բարեանում է, ավելի փափկում է, ավելի տես կարիքից է, չգիտեմ ինչա, ոչ թե դա միջի մեկ հետո կնայենք, չէ։ Այբ որ այդ որակները ունի ազնվորություն, չի այդ խնդիրն ունի։ Դրա համար Բապտիստական Սարասվատին մեծ հեղինակություններից մեկը ինքը ասում են աստվածամեժության դարաշրջանում հոգևոր մարդը ինքը պետք է կիրառի կոբրայի սկզբունքը։ Ես դա միշտ պատմում, չէ՞։ Ինչ սովորություն ունի կոբրան։ Ինքը երբ որ մի անգամ խայթում է, չէ՞, իր ատամի տակ մի 3-4 օր, մի քանի օր բան չի, թույն չկա։ Այն մինչև իր ատամի տակ թույնի նոր փոս է հավաքվի,
ինքը հենց որ վտանգի է հանդիպում, միանգամից իր ագրեսիվ ֆորման անում, ոնց որ հեսա խայթը։ Հա, կանգնում է ու սկսում է ուղղաժած էլի, չէ՞, որ հեսա խայթ է։ Ինչի, որտեղ մենակ ինքը գիտի, որ իր ատամի տակ թույլ չկա։ Այսինքն ինչ էր ասում Բապտիստա Սարասվատին, ինքը ասում էր նվիրյալը, ինձ ամրի, հասկանում եք, որ մենակ ինքը իմանա, շատ տեսեք ինչ եմ ասելու, որ ինքը բարիացել է։ Մենակ ինքը պիտի իմանա, որ ինքը արդեն իմաստուն է։ Մենակ ինքը պիտի իմանա, ինքը ում մեջ ինչ է տեսնում։ Հասկանում եք, որտեղ այդ բաները, երբ որ ինքը սկսում է տեն բացաձայն բան, բայց ինչ է սիսեց այն, ինչ է, դա միանգամից խոսում է նրա մասին, որ ինքը իմաստուն չի։ Այդ բացացույց անելը իրավունք ունեն միայն արդեն շատ բարձր մակարդակ ունեցող հոգևոր մարդիկ, որոնք իրանք միսիաներներ են, որոնք իրանք գալիս են այս աշխարհ, հենց իմին աստվածաբեժության դարաշրջան, հենց դրա համար, որ կեղծավորների հետ պայքարեն։ Հասկանում եք, այսինքն հենց դրա համար է այք։ Դրա համար, որ դրա համար է այք են, ինքը իրավունք ունի մատնացույցանի, որպեսզի, ասենք, մեծ քանակությամբ մարդկը գիտության մեջից հանի, չէ՞։ Բայց երբ որ մենք հիմա խոսում ենք հոգևոր կյանքի են առաջին քայլերը, որ այստեղ ինչ-որ գրագիտություն կա, որը ինքը շատ կարևոր է։ Հա, այսինքն մենք պետք է միշտ հաշվի առնենք այն հասարակության հոգեբանությունը, որի մեջ որ մենք ապրում ենք, եւ քաչ հասկանանք, թե այդ հասարակությունը ինքը ինչն է հանդուրժում, ինքը չի հանդուրժում։ Հասկանում եք, որովհետեւ այդ անվտանգ զարգանալու համար, չէ՞, պետք է որ քեզ ոչ մեկ չֆիքսի որպես հոգևոր մարդ։ Տեսեք, օրինակ ասեք, նույն այդ արիացի դերի տեսությունը, երբ որ սկսեց տարածվել աշխարհով մեկ, չէ՞, սովետական միությունում շատ նվիրյալներ իրանք տուժեցին այս դրա համար, որ այսպես էլի Պրաբհուպադը իրանց ոնց որ հրում էր դեպի այդ պերիֆերիա, հա, այդ առաջնագիծ էր մղում, որտեղ իրանք հայտնի էին դառնում, չէ՞, հետո ինչ արեցին, այդ բոլորով կեն որ հայտնի էին, տարան կամ ժամանց կամ բանդ, խոսակցություն դրանով ավարտվեց։ Հասկանում եք, թեկուզ մեկը կանոնացնել չհաջողվեց։ Որտեղ եթե ատենջյոնի բանի ժամանակը գալիս է, ամուսինը լավ էր ասում են, ասում քարը քսեցիր ջրի մեջ, ջուրը ընտրություն չունի, ինքը այդ քարը ընդունել է։ Ժամանակն է մենակ ժամանակի խնդիր։ Վերջացի։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա ուրեմն իրական կրոնականությունը ինքը առաջին հերթին սկսվում է, մենք դա ամեն անգամ խոսում ենք, առաջին հերթին սկսում է նրանից, որ աստվածությունը ինքը պետք է անվանի, արդարության դաշտ պետք բերի իր կապվածություններն ու ատելությունները։ Սա ամենաառաջին խնդիրն է, որ մարդիկ պետք է իրականացում լուծի։ Մենք դժվար իսկ սկզբունքներ նայեցինք, որ ես հիմա նորից այդ ամեն ինչը չնայեմ, էլի ամեն անգամ մի քիչ ժամ մենակ դրա մասին եմ խոսում, նայեցինք այդ սկզբունքները, չէ, եւ եկանք այդ կետը, որտեղ ես ձեր հատուկ ուշադրությունը դարձրեցի, որ դուք շատ յուրահատուկ ուշադրություն դարձնեք այս կետին, որովհետեւ հենց այդ կետն է, որ ինքը հանդիսանում է հոգու զարթոնքի սկիզբը, հա, դա արդարության կետն է, այսինքն երբ որ արդարությունը ինքը սկզբից արտաքին ինչ-որ սովորություններ է վերցնում, չէ, որտեղ ինքը սովորում է կարեկից լինել ուրիշի տառապանքի հանդեպ եւ որտեղ ինքը սովորում է նպաստել ուրիշի երջանկությանը, սովորություններ է ձեռք բերում։ Եվ այդ սովորությունները ձեռք բերելուց հետո ինքը մտնում է ուրեմն միտքը արդարության դաշտ բերելու գործընթացների մեջ։ 14 սկզբունք կար, միջոցով մենք կարողանում ենք դիտի անցնել ու մենք ասացինք, որ այդ մտքի նյութական շատ կարևոր է, նյութական մտքի բանը, արդարությունը, ինքը գալիս է պատմում հոգու արդարությանը։ Եվ այդտեղ շատ ահավոր կարևոր գաղափար է, որ մտքի արդարությունը ինքը ավարտվում է նրանով, որ կենթարյակը կարողանում է ընդունի իր դիրքը։
Այսինքն ինչ են ընդհանրապես քննարկում արիացիները։ Մենք հիմա նկատենք, թե արիացիները իրանք ինչ կարգի հոգեբաններ են, չէ՞։ Իրանք ինչ են ասում։ Իրենք ասում են, եթե կա բազմազանություն, անխուսափելի է, չէ՞, որ ամեն մեկը ինքը ինչ-որ մի դիրք ունի։ Ես միշտ ասեք կոպիտ եմ ասում, ամենակոպիտը ինչ-որ մեկը ծնվում է հավաքարար, ինչ-որ մեկը ծնվում է արքայի արքա։ Չէ՞, այդ դրա համար տեսեք օրինակ, չէ՞, նյութական աշխարհում այդ խնդիրը լուծել, որ կենդանիները իրանք տարբեր ծնունդ ունեն, ու այդ տարբեր ծնունդի մեջ հնարավոր լինի հավաքել այնպիսի հասարակություն, որը երջանիկ լինի, այդ խնդիրը ոչ մի կերպ չի հաջողվում, չէ՞, լուծել։ Չէ՞։ Տեսեք օրինակ ասենք, մի կողմից ասեք լինում է, եկեք այն ծերից կանք, լինում է ստրկատիրական հասարակություն։ Так, пожалуйста, разговаривают только переводчики. А? Или нет? Что? Тут только переводчики разговаривают? Просто настроен, да? Понятно. Հասկացա՞ք, ուրեմն այն գլխից եթե սկսենք, չէ, առաջի հերթին այդ տարբերությունը ծնունդի ինքը փորձակատարվում լուծել ստրկատիրական հասարակությամբ։ Այսինքն ինչ անի։ Նրանք, ովքեր որ բարձր դիրք ունեն, ճաշակում բարձր դիրք համարվում է, որ կենդանիակը ինքը ունի 6 արժանիք։ Գեղեցկություն, առողջություն, գեղեցկություն, նույն բանն է, հա։ Գիտելիք, բան, պարկ, հարստություն, բան, ուժ, հա, ու անկախություն։ Սա 6 արժանիքներն են, որ ունի ամեն կենդանի էակ, ինչ-որ մի չափով։ Կախված նրանից, թե ինքը այս 6 արժանիքները ինչ մակարդակի կամ ինչ բուկետ ունի, դրանից ձևավորվում է, թե ինքը հասարակության մեջ, այդ բազմազանության մեջ, ինչ դիրք է կարողանում գրավել։ Հասկացաք, չէ՞։ Հիմա, ու տեսեք ասենք, չէ՞, հիմա ինչ է ստացվում։ Առաջի հերթին նրանք, ովքեր որ այդ 6 արժանիքների մեջ հաջողակ են, չէ՞, իրանք շատ արագ իրականացնում են, որ նրանք, ովքեր որ էդի չունեն, այսինքն ովքեր տգետ են, թույլ են, աղքատ են, եսի մեսենեն են, այդ 6 արժանիքների մեջ ուղիղ հակառակն ունեն, նրանք նախանձում են սրանց, ովքեր որ հարուստ են, չէ՞։ Հիմա, ինչ են անում այդ հաջողակները։ Իրանք կառուցում են մի հատ սիստեմա, որտեղ հիմա իրանց տրված է, որ զենքը լինի իրանցը, այսինքն ուժը լինի իրանցը։ Իրանց տրված է, որ հարստությունը լինի իրանցը։ Այսինքն իրանք կանգնած են, այն որ ռուսերեն ասած դա զուբով вооруженные, ամեն ինչով, գեղեցկությամբ, հարստությամբ, պարկով, ուժով, գիտելիքով, էսիջով, այն ինչով, ու իրանց դիմաց կանգնած են նրանք, ովքեր այդ ամեն ինչը չունեն, այսինքն անձը։ Հասկանում եք։ Ու հիմա այդ որպեսի ղեկավարեն այդ անձողների նախանձը, չէ, իրանք մի ձև են գտնում, որ սրանց պահել հնազանդ հնարավոր է մի պայմանով, որ բռնություն գործադրես, չէ, ու դա դնում է ստրուկը, որ ինքը ոչ մի իրավունք չունի, չէ, ու իր հետ ով ինչ ուզում բանում է։ Էսի մի բանացել նա, այդտեղ ինչ ենք ստանում։ Այդտեղ ստանում ենք, որ հաջողակները իրանք լավ ճակատագիր ունեցողները իրանք վայելում են իրանց գոյությունը, վատ ճակատագիր ունեցողները, որոնք աստվածամեժության դարաշրջանում շատ ավելի շատ են, լինում են ծայրահեղ դժբախտ, չէ՞։ Հիմա տեսեք, այդ սրանք վայելում են, սրանք դժբախտ են, ինքը բերեց դիսբալանս, հա։ Հենց որ դիսբալանսի բերեց, դա միշտ նշանակում է, սրանք սկսում են վահելքների մեջ այլասերվել, իսկ սրանք սկսում են դժբախտությունների մեջ զայրույթ կուտակել, հա, ու գալիս է ինչ-որ մի պահ, երբ որ այս ներքև իդեր իրանք միանում են իրար, ու այս սրանց, որովհետև սրանք էլ մենակ բանել, իրանց ռեսուրսը վատնելով էին զբաղված, դրա համար թուլանում են, սրանք գալիս են կոչվում է հեղափոխություն։
արեցին հեղափոխություն։ Լինում է հաջորդ գաղափարը, հա, հիմա որ, հա, էլի կա էլիտա, հա, էլի կա ինչ, բայց ստեղ կան ազատ քաղաքացիներ, որոնք նույն ձևի աղքատ են, նույն ձևի ոչ բան չունեն, ես նույնիսկ միջնադար, չէ, մանարխիա։ Եկավ մի հատ թագավոր, որը աստվածամեժության դարաշրջանում սովորաբար միշտ այլասերված հրճուգ այլանդակեսի միջ էր լինում, չէ, կամ փառասեր կապեսի միջ, հասկանում եք, որը կամ պատերազմների մեջ էր խրում երկիրը իր փառասիրությունը բավարարելու համար, կամ առավոտից երեկո զբաղված էր իր վայելքներով ժողովրդին կողոպտելով։ Դնում է նույն բանը։ Այստեղ հիմա միևնույնն է, այստեղ լավ չի, այստեղ շատ լավ է, այսինքն ինքը իր մեջ սիստեման արդեն պարունակում է այն ֆակտորը, որով տակից սրանց ինչ-որ մի պահ վերացնելու են։ Ամեն վերացնելու ժամանակ նրանք, ովքեր որ հեղափոխություն են արել, իրանք գալիս են, որ նստել են տեղի, բայց դեռ ֆրանսիացին ինքը լավ էր ասել, ինքը ասում է, ես մեր լեզվով եթե ասեմ, աստվածամեժության դարաշրջանում, գիտամենակից դարաշրջանում այդպես, բոլոր լավ գաղափարները, հորինօրինիցիալիստները իրականացնում են ֆանատիկները, իսկ վայելում են սրիկանները։ Էսի սրանից ավելի հանճարեղ բան աստվածամեժության դարաշրջանում ոչ մեկ չի ասել։ Թե դարապես աստվածամեժության դարաշրջան ինքը ինչ օրենքով է ապրում։ Հասկացա՞ք, դրա համար այն ամենապայծառ երազները, այն ամենապայծառ նպատակները, որ իրականացվում են այդ հեղափոխության ժամանակ, չէ՞։ Հետո էլ իրականացնողներին, ովքեր որ արյունաթափ է, որպեսզի այդ ամեն ինչը բանանի, մեջքից են խփում։ Ու այդ նույն սրիկանները, որ այնտեղ էին, հագնում են ուրիշ շորեր, գալիս են ու անում են նույն բանը։ Ոչ բան երբեք չի փոխվում, էլի իլյուզիա է, չէ՞։ Հիմա տեսեք ասենք, հիմա այդ խնդիրը լուծելու համար, որպեսզի հասարակություն, ասենք որ հասարակության անդամները կարողանան լինեն երջանիկ, չէ՞։ Հետո գալիս է կրոնականությունը, որ շեշտը դրվում է կրոնականության վրա։ Շեշտը դրվում է կրոնականության վրա, եթե դա թերի կամ կեղծ կրոնականություն է, անպայման մարդկությանը առաջարկվում են բարոյականության այնպիսի օրենքներ, որտեղ էլի նույն բանն է։ Ինչ-որ մարդիկ իրաց համար կներեք կոպիտ ասեմ, լկստվարվում են, հա, ինչ-որ մեկերի կրոնական տեսությունը օգտագործում են, որ մշտական ճնշված վիճակում պահեն։ Այդ ժամանակ կրոնը ինքը ինչ առաջարկում։ Համբերություն, խոնարհություն, համեստություն, հա։ Մենք տեսանք, որ արիացիները նույն բանն են ասում, որ ազնվորությունը ինքը չի կարող լինի արիացի, եթե ինքը համեստ չի, խոնարհ չի, համբերատար չի, բռնությունից ազատ չի եւ պարզ կյանքով ապրելու պատրաստ չի, չէ՞։ Ուղղակի արիացիների մոտ դա վերաբերվում էր բոլորին։ Հասկանում եք։ Եվ կար այդ նույն որակները, հա, ոչ պիտի արտահայտվեն հոգևորականի մոտ, ոչ պիտի արտահայտվեն իշխանավորի մոտ, ոչ պիտի արտահայտվեն արհեստականի մեջ, ոչ պիտի արտահայտվեն շուբրայի մեջ։ Տեսեք, երբ որ կրոնականությունը ինքը բանա, թերիա կամ միտումնավոր սխալ գաղափարախոսություն է, չէ՞, այնտեղ միշտ այսպես է, կան դիրքեր, հա, եւ այդ դիրքերի մեջ ամենախիստ պահանջները կա ամենացածր դիրքում գտնվող հոգևոր մարդու հանդեպ։ Այդ իրանից է միշտ պահանջվում լինել այնպես համբերատար, ոնց որ իրականում պիտի կարողա լինի մենակ ազատագրված հոգին, եթե արդեն լուրջ խոսանք էլի, հասկացաք, չէ՞։ Իսկ բարձր խավերը միևնույնն է, իրանց էդի չի հրավերում։ Իրանք ինչ ուզում, ոնց ուզում անում են։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն դա շատ բարդ խնդիր է։ Ու մենք հիմա հասել ենք այն կետին, որտեղ արիացիները այդ թեմայի շուրջ են խոսում, հասկանում եք։ Կա բազմազանություն, կան տարբեր դիրքեր, հա, ու այդ մենք տեսանք, որ այն ամեն ինչ, ինչ որ մենք քննարկում էինք, դա նախատեսված էր, որ ազնվորությունը ինքը պատրաստ լինի, բերի իր միտքը արդարության, որի վերջի կետը դա նա էր, որ ինքը կարողանա ընդունի իր ծնունդը։ Հասկացաք, չէ՞։ Հիմա տեսեք,
Օրինակ, երբ որ մենք տեսնում ենք, որ կեղծ կրոնականությունը ինքը խեղդում է մարդը, չէ՞։ Ինչ-որ բաներ ստիպելով։ Դրա համար մարդկությունը ինքը աստվածամերժերը իրան գնում են այդ կրոնականությունից ազատվելու ճանապարհով, չէ՞։ Ու հաստատվում է աթեիստական պետություններ։ Աթեիստական պետությունները դա ես միշտ տարանջատում եմ, դա եվրոպական, այսինքն դեմոկրատական պետություններն են եւ ազատ պետությունը, Միացյալ Նահանգները։ Այսի տարբեր բաներ են, շատ տարբեր։ Ու տեսեք, ասենք, չէ, երբ որ գալիս է դեմոկրատիան, երբ որ գալիս է ազատությունը ինքը խրախուսում է 4 արատները։ Ես առաջներում միշտ ասում էի, որ որտեղ Միացյալ Նահանգները իրանք գալիս են, իրանք այդտեղ առաջի հերթին բարերում դնում են այդ բանը, այդ շեստը, որի շուրջ ստրիպտիզորներն են պարում, հա, եւ միանգամից այդտեղ հայտնվում են խաղատները։ Միանգամից է որտեղ թվում է առաջի հերթին դա է հայտնվում։ Այսինքն արատի ազատություն լինել արատավոր։ Դեմոկրատները իրանք տարբերվում են ազատապետներից, որտեղ եթե մենք նայում ենք Եվրոպա, չէ, ասում են Ստանիսվիլ, չէ, այնտեղ էլ էլի ինչ որ կարծրատիպ կա, չէ, եթե ուզում եք կաստրի համակարգ կա իրականում, հասկանում եք, չէ, եւ ասենք, բայց այնտեղ մի հատ շատ կարևոր բան կա, որ մարդու իրավունքները պաշտպանված են, այսինքն Եվրոպան, այսինքն դեմոկրատ աշխարհը ինքը ձգտում է դրան, որ իր պետության մեջ աղքատ մարդիկ չլինեն։ Չէ՞, մենք ինքներս մեր կյանքի փորձով շատ լավ գիտենք, չէ, որ մարդկանց 90%-ը ինքը, տեսեք, օրինակ աշխատողները, որոնք իրանք չեն կարողանում օրինակ Հայաստանում կայանան, չէ, որ նրանք ովքեր ունակ են գործ անելու, իրանք միշտ ձգտում են գնան Միացյալ Նահանգներ, որովհետև Միացյալ Նահանգները ինքը ազատության դաշտն է, որտեղ sense է, դե կարող ես արա, քեզ ոչ մեկ չի խանգարելու, օրենքի շրջանակներում կարող ես արա, ու եթե դու անող ես, քեզ այնտեղ ալա, չէ՞։ Հիմա դու գալիս ես գնում ես, իսկ Եվրոպա գնում են նրանք, ովքեր хотят жить на пенсии, на стипендии, հա, որինքը ոչ մի բան չանի, տիպը ես ոչ լեզու գիտեմ, ոչ ես գիտեմ, ոչ են գիտեմ, հասկանում եք, մի 100 հոգով գնում ենք այդտեղ, նստում ենք ու բոլորս բան ենք ստանում։ Ինչ այդ կոչվում հայերեն, թոշակ, չէ, թոշակ նպաստ ենք ստանում։ Ինչից են օգտվում, չէ։ Իրանք օգտվում են դրանից, որ ինքը պետությունը այնպես է կառուցված, որ հոգ է տանում, որ իր երկրում դու ոբշե, որ ասենք բան էլի, որ իր երկրում աղքատ մարդիկ չլինեն, որ բոլորը լինեն գոնե կուշտ։ Ապրելու տեղ ունենան ու լինեն կուշտ, հասկանում եք։ Մանցեն դրանից հետո եթե աշխատում աման, вообще լավ է։ Զիլոնի սեր։ Բայց մեկ է, այնտեղ գնացող մարդը, չէ, ինքը ինչ որ հիմնականում էլի մեծամասնությունը, մենք երբ որ մի բանի մասին խոսում ենք, կա օրինաչափություն, դա նշանակում է 80%-ը է դա։ Ու 20%-ը իմ աչքը մստել պետք չի, 20%-ը միշտ կա։ Հասկացաք, չէ՞։ Մենք խոսում ենք մեծամասնության մասին։ Հա, մեծամասնությունը իրանք զգում են, որ կա ինչ-որ մի հատ պատալոգ, ու դրանից են կողմ իրանք չեն թողնում, որ ինքը մտնի այդ հասարակության մեջ։ Հասկանում եք, ինքը միշտ մնում է, բան, ոնց որ ասենք, ով ուզում է լինեին, չէ՞։ Կարկառուն դեմքեր են եղել, չէ՞, որոնք ասենք Հայաստանում ոտքի են կանգնացրել արվեստը, գիտությունը, SNN-ը, եթե դուք նայեք, այդ բոլոր մարդիկ 40-ական 46-ից են թվականներին, իրանք միանգամից մի հատ զարթոնք են տվել Հայաստանին, չէ՞, բայց իրանք մեկ է, բոլորը մնացել են մի բառի պիտակի տակ, աղբար։ Հասկանում եք։ Այդ բարձրացած բանն ինքը դեմոկրատական աշխարհում էլ կա, էլի։ Այսինքն տեսեք, հիմա այնտեղ էլ ասենք, այստեղ պահպանվում է մարդու օրենքը, այստեղ պահպանվում է մարդու գործելու իրավունքը, հա։ Այստեղ ձգտում են, որ աղքատներ չլինեն, այստեղ լիքը աղքատներ կան, եւ ասենք իրականում, ասենք երկու հասարակության մեջ են մարդը իր արդեն անձնական կյանքում իրավունք ունի ազատ ապրել։ Չէ՞։ Եվ մենք տեսնում ենք, որ երջանկության խնդիրը ինքը մեկը չի լուծվում։
Այսինքն ազատություններ ինքը ոչինչ չի տալի։ Հա, մարդկությունը ինքը գտնում է, որ երբ որ սխալ տրադիցիա է, ուզում այդ տրադիցիան գցի իր ուսերից, չէ՞, ուզում է գա ազատության դաշտ։ Ստանում է ազատություն, բայց միևնույն դա մենք ընդհանուր առմամբ երջանիկ հասարակություն չենք ստանում։ Ինչի՞։ Որովհետև ամեն մեկը ինքը հենված է այդ բազմազանության մեջ, հենված է նախանձի վրա։ Այս հայա ամենակարևոր բանը, որը հասկանում էին արիացիները։ Հիմա տեսեք, այդ նախանձի թեմայի վրա ոչ մեկ չի թքում։ Եթե չկա հասարակությունը երջանիկ դարձնելու նպատակ։ Հասկանում եք։ Ուզում ես նախանձի, ուզում ես մի նախանձի, ինչ ուզում ես արա, այսինքն օրենքից դուրս քայլ արեցիր, եթե դեմոկրատ երկիր է, կբռնենք կդատենք։ Հա? Բայց որ ասենք միշտ չի որ բոլոր հանցագործները բռնվում են, դա փաստ է, չէ՞։ Ասենք նախանձները կամ արատավոր բնություն ունեցողները իրենք միշտ այդ ռասիոնով են, էլի որ ամենը повезет, меня не поймают։ Չէ՞։ Հիմա տեսեք, ասենք, ոնց որ ասենք ես հիմա արեք, ես սկզբունքորեն համարում եմ, որ իրականում ոչ մի պետություն ինքը պատրաստ չի անցնելու թվային համակարգի։ Պատրաստ չի ոչ մեկ։ Ինչի՞, որովհետև ընդհանրապես չկա այդ համակարգի պաշտպանությունը։ Բոլորս գիտենք, որ եթե հիմա պատկերացրեք, ասենք մենք հայտնվում ենք այդտեղ, որ բանը, օրինակ գրուպը վերցնենք, որ փողը վերանում է, ինքը մնում է մենակ է, չէ՞։ Մեկ էլ նրան տեսնում եք ամբողջ Հայաստանը խաղաղներով լցված է։ Չէ՞։ Կամ ինչ է, ամբողջ աշխարհը խաղաղներով լցված է։ Ու ասենք հիմա այս պահին, երբ որ պատերազմ է գնում, չէ, եթե ինչ-որ իրանք հնարավորություններ ունեն, որ կանգնացնում են այդ համակարգային դաշտը, երկիրը տեղում կորցնում է ինքնապաշտպանությունը, տեղում կորցնում մարդիկ կորցնում են դոստուպը բանկերին, եսի միջերի, դու դառնում ես պրոստը տկլոր ոչ մի բան։ Ու պաշտպանված չես իրականում։ Ոչ մեկ չի երաշխավորում քո պաշտպանությունը։ Պետությունը քեզ չի ասում, որ եթե դու փող չունես, ունես մենակ բանկային քարտ, հա, ու քո հաշիվը մենակ է տեղը, եթե հանկարծ ինչ-որ մի խակեր մտավ այդտեղից մի բան տարա, մենք քեզ կհատուցենք։ Ոչ մեկ էդի մեզ չի ասում։ Մենք ասում ենք տարան, գնա դիմեք դատարան։ Այ մենք բան։ Случай у нас тут есть։ Դիմեք դատարան 5 տարի դատական process-ի մեջ եղեք։ Հա? Ոչ մեկ չի երաշխավորում, չէ՞։ Այսինքն մենք պատրաստ չենք իրականում, էլի, թե ինչ ռիսկով են մտնում այդ դաշտ, որտեղ ինչ է, որտեղ ոչ լավ կարգավորության մեջ լավ չի դեր, էլի ամեն ինչ։ Չէ՞։ Հիմա տեսեք, այսինքն երբ որ ինքը հասարակությունը կամ պետությունը ինքը դնում է, կարող է դնի, միշտ չի որ դնում է, բայց կարող է դնի հասարակության հզորության խնդիրը, չէ՞։ Դա միշտ իրականացվում է սովորական մարդու երջանկության հաշվին։ Իրա բարեկեցության հաշվին։ Չէ՞, օրինակ, սովետական միությունը ինքը ոնց կայացավ։ Ոնց կայացավ, մեր ծնողներին հարցրեք ոնց կայացավ, իրանք ցեզի կպատմեն։ Չէ՞։ Երբ որ մարդկանց դիտավորյալ եսիմինչ գործեր էին սարքում մարդկանց վրա, հազարավորներով ձերբակալում էին, հա, քշում տանում էին Սիբիր, ու որտեղ իրանք կանոնավորներ էին, Սիբիրում ձվի աշխատում էին։ Ինչ էին անում։ Քաղաքներ էին կառուցում, գործարաններ էին կառուցում, չգիտեմ, երկաթուղի էին կառուցում, չէ՞, այսինքն ամեն ինչ այնտեղ կարգի էին բերում, բայց որտեղ դա ձրի աշխատուժ էր, ինքը սենց էր, որտեղ մեռա։ Գցում էին սենց մի հատ փոսի մեջ մրցավ, այն միշին էին կալալավորում բերում։ Այն տանում էին, այնքան էին ծեծում, ասում էին ստորագրի, որ դու դավաճան ես։ Ամեն մարդ չի կարող, չէ՞, դիմանա այդքան։ Մարդիկ խելոք ստորագրում էին, գնում էին, այնտեղ տանջամահ էին անում, մահանում, կործանում էր։ Ոնց որ բյան ֆիլմում կար, որ ասում էր, եթե ասում էր կալանավորելուց հետո երբ որ ասում էին Արիստովան բեսպլանո պիլիպիսկի, այդ նույնիսկ նշանակում էր, որ ինքը գնաց հետ չի գալու։ Իրան տանում են այստեղ, որ աշխատելու են մինչև բեռնի։
Հասկանում եք, եթե սպրավն պիրիպիսկի, որ դու ապրատնի կապ ունես, գիտես, որ կենթանի է, դա արդեն սասեցից, որ շանս կա, որ կարողա վերադառնա, էլի։ Հասկանում եք, այդպես է, չէ՞ կայացել այդ երկիրը, հիմա ինչ-որ հեքիաթներ են պատմում, բայց ռեալ այդ երկիրը ինքը դրա հաշվին է կայացել։ Դա միշտ արվում է, ցանկացած բան ինքը արվում է սովորական մարդու կյանքի իր երջանկության, բարեկեցության, ինչի հաշվին։ Всё։ Երբեք էլիտան ոչ մի բանի համար չի մուծում։ Էլիտան ինքը վճարում ամենակ այն ժամանակ, երբ որ նրանք կատաղում են ու հեղափոխություն են անում։ Հիմիկված տեխնոլոգիաները իրանք թույլ են տալիս այդ հարցը լուծել, որ այլևս ոչ մի սովորական մարդու մտքի ծայրով անգամ չանցնի հեղափոխություն անել։ Արդեն կան բոլոր սարքերը կենթանի մարդու բանականության իր ուղեղի վրա ազդելու համար, այսինքն մատը մատին չխփելով տարածության վրա, вообще սպուտնիկից։ Պրծան, այդ խաղերը պրծան։ Գիտությունը ինքը այդքան զարգացած է, չէ՞։ Հիմա ես միշտ նշում եմ, արիացիները իրանք այդ խնդիրն էին իրանց առաջ դնում, որ հասարակությունը ոչ թե միայն հզոր լինի, այլ իրանք համարում էին, որ հասարակությունը ինքը ոչ թե մենակ հզոր է, այլ անհաղթելի է։ Սա շատ կարևոր է։ Երբ որ իրան մեջի քաղաքացիները երջանիկ են, իրանք այդ երջանկության խնդիրը իրանց առաջ դնում էին։ Դրա համար ես միշտ ասում եմ, եկեք այս հարցերը քննարկենք, ասես ենթադրենք Աստված չկա։ Պրոստը տեսնենք, այս արիացիները ինչ էին անում вообще։ Даже եթե Աստված չկա, այդ ամեն ինչը հորինած էր, իրանք ինչ են հորինել, որ այն ծայրից ինչ ստանան։ Մենք տեսնում ենք, որ իրանք չեն հորինել այս բան, որ ստանան այն, որ մարդիկ իրանք լինեն դժբախտ, ենթարկվող։ Հասկանում եք, դեպուս նա տեսեք, ասեմ, մենք ասում ենք գաղափար, չէ՞ որ մարդը ընդունի իր ծնունդը։ Բայց իրանք այդ ծնունդ են, որ ասում են ծնունդը ընդունի, չեն ասում դու հավաքարար ես, պրոստը մենք իրավունք ունենք քո հետ ոնց ուզում ենք վարվել, որտեղ ես էլ թագավոր եմ։ Ինչ ուզեմ քո հետ կարեմ, դու առարկա ես, չէ՞։ Չկա այդպիսի գաղափար։ Այնտեղ իմաստ է մտցվում։ Որն է այդ իմաստը, որ ամեն կենդանի էակ ինքը մի անգամ չի ծնվում։ Սա շատ կարևոր է։ Ես միշտ ասել եմ, ասում եմ, ասելու եմ։ Եթե մարդիկ իրանք չեն հասկանում, որ կա վերածնունդ, չէ՞, երբեք հնարավոր չի մարդուն այնպիսի կյանքի իմաստ տալ, որ ինքը ուրիշ մարդկանց հետ ոչ թշնամակ ունենա, ոչ մրցակցի։ Հասկանում եք։ Այսինքն ինչ էին հասկանում արիացիները, որպեսզի մարդիկ իրենք վերջնականում դառնան երջանիկ, չէ՞։ Ամենակարևոր բանը դա է, որ ամեն մեկը ընդունի իր ծնունդը։ Հասկանում եք։ Ու երկրորդ քայլով իսկ որպեսզի որ ինքը ընդունում է իր ծնունդը, չէ՞, ասեք, այդի շատ հարցեր ա լուծում նրանց համար, ովքեր որ ցածր ծնունդ ունեն, չէ՞։ Այսինքն նրանք, ովքեր որ ընդունում են իրաց ցածր ծնունդը, չէ՞, իրանք փաստացի աշխատում են նախանձի հետ։ Հա, հիմա բա ինչ նշանակում ընդունել բարձր ծնունդը։ Բարձր ծնունդի տակսով ընդունում են, չէ՞։ Հա, բայց դե իրանք ինչ տեսանկյունից են ընդունում։ Դրա համար այստեղ արիացիները իրանք մտցնում են գոյավիճակների գաղափարը, չէ՞, իրենք ասում են, եթե դու գիտության մեջ ա, եթե կրքերի մեջ ա, եթե արագության մեջ ա, եթե տարբեր ձևով ա վերաբերվում։ Այսինքն նա որ գիտության մեջ ա, եթե ինքը բարձր ծնունդ ունի, ինքը չարաշահում ա։ Հասկանում եք։ Նա որ ինքը բարձր ծնունդ ունի կրքերի մեջ ա, ինքը ոչ թե չարաշահում ա, այլ էգոիստաբար վայելում ա։ Այսինքն վնաս չի տա։ Առաջինը ինքը վնաս ա տալի նրան, որ վատ ճակատագիրով։ Երկրորդը ինքը կարող վնաս չտա։ Դի դեմոկրատներն են։ Իրանք ինչ են ասում։ Իրանք ասում են, ես ստեղ եմ, ինձ համար այս սենց ա։ Դու այնտեղ համար սենց ա։ Ո՞վ ա։ Ես դեռ չեմ։ Հասկացա՞ք, չէ՞։ Տեսեք, այսի շատ հասկանում եք, չէ՞, թե հոգեբանորեն ինչ հանգույց ա, էլի, որ այստեղ սենց ամբողջ հոգեբանության քոքը այստեղ ա։ Հասկանում եք, հա, ու մենք տեսանք, որ այլ որպեսզի այդ քոքը լուծվի, ամեն անձնավորություն, տեսեք, դա օրենսդրությամբ չի լուծվում, դա օրենսդրությամբ լուծվող հարց չի։
Այսինքն արտաքինից չի լուծվում, այս այն հայացիները հասկանում, որ արտաքինից զորով, օրենքներ ընդունելով, ճիպոտներով, ծեծելով, ձեռոտ կտրելով, եսի միջով, այդ հարցերը չի լուծվում։ Հասկանում եք, չի լուծվում։ Մեկը ատելությունը մնում, որտեղ ատելությունը ինքը կենդանիակի ներսում է ապրում։ Նախանձը ինքը կենդանիակի ներսում է ապրում։ Արտաքին ոչ մի շարժումով հնարավոր չի այդ խնդիրը լուծել։ Պիտի փոխվի կենդանիակի ներքին աշխարհը։ Իրա ներքին պլատֆորման պիտի փոխվի։ Այդ կոպիտ ասած, ինքը պիտի չնախանձի։ Հասկանում եք։ Իսկ եթե ինքը արդեն վատ ծնունդ ունի, չէ՞, հիմա ինչ ուզում ես արա։ Տեսեք, մենք նկարագրում ենք, չէ՞, որ այրացիների մոտ բարձր խավերի մեջ կարող էին լինել միայն ամենաառաքինի անձնավորությունները, չէ՞, որոնք են այդ առաքինի անձնավորությունները։ Առաքինի անձնավորության ամենագլխավոր արժեքը հասարակության համար որն է, ինքը չի չարաշահում իրան դիրքը, որովհետև առաքինի անձնավորությունը ինքը բարի է։ Հասկանում եք, իսկականից բարի է։ Ու դրա համար արիացիները իրանք ոչ մի կոշտություն ունեցող մարդու թույլ չէին տա, որ ինքը ինչ-որ կարևոր դիրք ունենար։ Բայց վերևի բաներում բոլորը պետք է լինեին բարի։ Ինչի համար, որ հոգ տանեին նրանց մասին, ում ճակատագիրը վատն է։ Չէ՞, հիմա տեսեք, այև որ նա ում ճակատագիրը վատն է, ինքը հոգատարություն է զգում, ինքը փափկում է, այդ է միակ ֆակտորը, որը կարող է այդ լավ ծնունդ, վատ ծնունդ ունեցողների ալիքում կապկացնի, չէ՞, էդի այդ է, որ տակինը չնախանձի, իսկ վերևինը բարի լինի։ Հասկանում եք, իսկ եթե այդ ներքին աշխատանքը չի կատարվում, ներքևինը ինքը նախանձ է, վերևինը դաժան։ Ու այսօր մենք հենց այդ բանն ենք քննարկելու։ Ես ոչ անգամ ասեցի, որ Վասիլյոս Թակուրը ինքը այստեղ առաջակարգում երկու սխեմա, չէ՞, մեկը դա ունյանա, այսինքն հոգու բարեպաշտ, հոգու, ոչ թե նյութական բարեպաշտության մասին է խոսքը, այլ հոգու բարեպաշտության մասին է խոսքը, որը կոչվում է պունյա, չէ՞։ Երկրորդը ինքը դա հոգու դեգրադացիան է, որը ինքը կոչվում է պապա։ Հիմա մենք ձեզ հետ անցյալ անգամ նայեցինք, չէ, որ ուրեմն պունյան, այսինքն հոգու բարեպաշտությունը ինքը հենված է արդարության վրա, ճշմարտության վրա ու դրանից բխող բարիության վրա։ Հասկանում եք։ Հիմա այդ բարիությունը ինքը, եթե ազնվորությունը ինքը իր մեջ ունի այդ երեք հիմքը, չէ, որ ինքը արդար է, որ ինքը ճշմարտության հետևից գնացող է եւ ինքը բարի է, այսինքն բարի ինչ անշարակում, որ ինքը երբեք հակում չունի, հասկանում եք, այսինքն բարիությունը ինքը որտեղ է պետք էլի, բարիությունը պետք է այնտեղ որտեղ կա տառապանք, չէ։ Եթե լուծ ենք վերցնում, այնտեղ որտեղ տառապանք կա, պետք է բարիությունը, էտա չէ ռազգրուսկա անում, չէ, ինչ-որ ռազգրուսկա անում էլի, ընդհանուր ատմոսֆերան, բարիությունն է, չէ, միակ ֆակտորը, հասկանում եք, հիմա տեսեք ասենք, չէ, այսինքն այո որ այդ բարիությունը կա, դա միշտ նշանակում է, որ եթե ազնվորությունը ինքը վատ վիճակում է հայտնվել, չէ, անկախ նրանից, թե ինքը էդի վաստակել է, թե էդի անարդար է եղել, չէ, բարի ազնվորությունը ինքը միշտ տպաստում է, որ կենդանիակին այդ դրված վիճակից հանի։ Հիմա հələ չեք քննարկում էլ ինչի հաշվին է, մենք հետագա մի քիչ ավելի ուշ կմանրամասնենք, հիմա ընդհանուր սխեման ենք նայում, չէ։ Ու տեսեք, ինչ ասեց Վակսվիդոտը, ինքը ասեց, եթե կա արդարության, ճշմարտության հանդեպ հակումը, որը ծնում է բարիություն, հա, կենդանիակի լավ բնավորությունն է զարթնում, շատ կարևոր է, ինքը ոչ թե զարգացնում է, այլ զարթնում է, որտեղ այն ամեն ինչը, ինչը որ հոգուն է բնորոշ, հասկանում եք, դա հավերժ է։ Հոգին ինքը միշտ կա այդ։ Պրոստը մենք մեր գիտակցությունը փոկել ենք մեր հոգուց, ոնց քնի մեջ, էլի, մտել ենք այդ երազի մեջ ու ոչ մի ձևի չենք օգտագործում մեր ռեալ պոտենցիալ։ Հասկանում եք։ Ոնց որ ասենք հիմա որ երազ ենք տեսնում, պարկած ենք, մեր մարմինը ինքը վազելու ունակություն ունի։
Եթե դա իրականություն լիներ ինչ որ երազում տեսնում ենք, մենք կփախնեինք, բայց երազում մենք տեսնում ենք, որ չենք կարողանում վազենք։ Չէ՞։ Ոսից ինչ անում ես, տեղում դոփում ես։ Հասկացա՞ք։ Այդ նույն բանն է, ինչ որ մեր հետ կատարվում է համենայն դեպս վստահացիների, չէ՞։ Հիմա տեսեք, ասենք, երբ որ ազնվությունը ինքը 3 պլատֆորման ունի, իր մոտ զարթնում է իր լավ բնավորությունը։ Այդ լավ բնավորությունը, որ զարթնեց, ինքը դառնում է անձնավորություն, որը ոչ մեկին ոչ մի վատ բան չի ուզում։ Հասկանում եք։ Այսինքն ի ճաշակում ոչ մեկին վատ բան չի ուզում։ Առաջի հերթին դա նշանակում է, այն որ մենք նայեցինք պայմանավորված վիճակի համար, դա կարևոր կետ էր, չէ՞։ Այստեղ էդի արդեն հոգու որակն է զարթնում։ Հոգին ինքը ոչ մեկի երջանկությունը հարամող չի։ Ինչ է նշանակում նախանձ։ Նախանձ ազնվորությունը դա ուրիշի երջանկությունը հարամող մարդ կենդանի էակը, չէ՞։ Թե չէ։ Փաստացի դա է, չէ՞։ Հասկանում եք։ Իսկ երբ որ հոգին ինքը զարթնում է իր լավ բնությունը, չէ՞, ինքը դառնում է դրուժելուկ։ Հասկանում եք, այստեղ ինքը ոչ մեկի վատը չի ուզում։ Իսկ դա հնարավոր է միայն, այ ով ուզում է իրան ինչ ուզում են խոսան, ինչ ուզում են անեն։ Դա հնարավոր է միայն իրական հոգևոր կյանքի հաշվին։ Այսինքն, որ կենդանիակը ինքը իր ներքին աշխարհի հետ աշխատող է։ Հասկանում եք։ Այդ հեղափոխությունը պետք է լինի ոչ թե դրսում, այլ ամեն մարդու սրտի մեջ։ Արիացիները այդ դրա հետևից գնացող են։ Հասկանում եք։ Իրանք հասկանում էին, որ արտաքին ոչ մի բանով հնարավոր չի հարց լուծել։ Չէ՞։ Ասեք, տեսեք, այդ արտաքինով ես միշտ այդ հնիկների այդ սովորությունն եմ, չէ՞, բերում։ Արիական քաղաքակրթության մեջ կային կանայք, չէ, ցած չէ, կային տղամարդիկ, որոնք իրանց պահվածքով, այդ թե իրանք ինչպիսին էին, կարողանում էին հասնեին նրան, որ երբ որ իրանք մահանում էին, իրանց կինը, որը հավատում էր վերամարմնավորմանը, պատրաստ էր լինում կանգներ իր ամուսնու դիակի խարույկի մեջ կենդանի կամավոր, որտեղ այրվեր, մենակ նրա համար, որ այդ տղամարդու հետ նորից ծնվեր։ Հասկանում եք, որակ ես սկզբում երբ որ սա կարդացի, այդ աբրացացիա կոչվում, չէ՞։ Ես երբ որ առաջի անգամ կարդացի, ես առաջերտին կենտրոնացել էի դրա վրա, թե վաու, ես ինչ կին է։ Հա, ես ուզում էի պատկերացնել, էլի, ես միշտ էդի ասում եմ, որ ասել ինչ որ պատկերացնում էի, որ եկա, էմոցիայի ազդեցության տակ գցվեցի կրակի մեջ։ Ինձ ոչ մեկ չի բռնել, չէ՞։ Ու ես շարունակում եմ այդ կրակի մեջ մնամ մինչև դառնամ մոխիր։ Դուք հասկանում եք այդ ինչ բարդ է։ Հա? Ինքը չի են այրվող մարդիկ ոնց են, չէ՞ որ մի անգամից սկսում են վազել, ընկնել գետի, բռնել, սենց։ Ինքը կանգնած մնացել է, հասկանում եք, որ այրվի, ես ուզում եի պատկերացնեի այդ բանը, շոկի մեջ էի։ Հասկանում եք։ Մանավանդ որ ինձ էլ Արչի անունն էին տվել, Արչին էլ ինքը այտենց բան արի իր ամուսնու համար, բրիթ։ Ու ես ստացվում եմ կարող ինձ էլ այդի։ Ահա դե չեմ կարող հասկացեք, չէ՞։ Բայց երկրորդ հարցը, որը ինձ ավելի մեծ բանի է, ես հանկարծ նկատեցի, որ ես չեմ նկատում, որ առաջի հարցը, որին ես պատասխան տամ, արա այդ ինչ տղամարդ է եղել էդի, որ այդ ձևի բան էր հնարավոր իր համար անել, չէ՞։ Այսինքն տեսեք, երկուսը ինքը ինչի մասն է խոսում։ Այդ երկուսի ներքին մակարդակի, չէ՞։ Հա։ Հիմա եկավ աստվածամեջության դարաշրջանը։ Սկսեցին ծնվել ոչ արժանի տղամարդիկ։ Բնականաբար, երբ որ սկսեցին ծնվել ցածր որակավորում ունեցող տղամարդիկ, չկային այդպիսի կանայք, որոնք պատրաստ էին իրենց համար կյանքը զոհել։ Ինչ էին անում հնդիկները։ Ուրեմն ամուսնու դիակը որ բերում էին որ դի վառեն,
Բրահմանը ինքը կոպալով խփում էր կնոջ գլխին, այդ գլխինը ուշքից գնում էր, իրան ուշքից գնաց վիճակում, բերում էին, կապում էին այդ տղամարդու փայտերից ու իրար հետ այրում։ Հա? Եվ այդ օրենքը, որ բաներ запретить, չգիտեմ, то ли 56, то ли 66 թվին ահոր ընդունում է։ Դուք պատկերացնում եք ինչքան կին են վառել։ Չէ՞, տեսեք այնքը երբ որ արտաքինն է գալիս, եւ ներքինում չկա, հենց որ ինքը արտաքինից է փորձվում այդ բանը, այդ կարծինքա պահել։ Ինքը դառնում է մի հատ այլանդակ բան, չէ՞։ Հասկանում եք։ Ու արարածները այս սա էին հասկանում, որ ամեն կենթանի իրան ներսում, այսինքն բանը պետությունը ինքը պիտի այդ սիստեման ունենա, էլի որ այնպիսի կենթանի էակներ դա համ ստանա, համ դաստիարակի, չէ՞, որոնք իրանք ներսից ուրիշ պլատֆորմա ունեն։ Հասկանում եք։ Ուրեմն վարիացիները իրանք հասկանում էին, որ հասարակությունը ինքը կարող է գա նրան, որ բոլորը իրար հանդեպ լինեն, բան, дружелюбный, ոնց է։ Վարիացական, հա, կարող են դել վարիացական, երբ որ ամեն մեկը իրա ներսում հենված արդարության վրա, արդարությունը որ տեսեք, եթե մենք մտածում ենք, որ կյանքը մի անգամ է, ոչ մի մարդ այս աշխարհի իրականության մեջ չի կարող տեսնի արդարությունը, եթե մի անգամ է։ Չէ՞, որտեղ եթե մի անգամ է, մի անգամից մի հարց առաջանում, որի պատասխանը չկա։ Եթե կա Աստված ո՞ց ընտրեց, որ օրինակ, չգիտեմ, ես պետք է լինեմ սովորական մարդ, իսկ ինչ-որ մի հատ կին պետք է լինի իմպերատրիցա всея Руси, Պետք է ո՞ց որոշեց։ Ինչի հաշվի։ Չէ՞, տեսեք, այդի ինքը, ով ուզում են քեզի ասեն Աստծո գործերն անքննարկելի են, դե անքննարկելի են, պաշով ոնի, ты քո անքննարկելի։ Всё, իմ մեջ մտնում է նախանձը, բրծա։ Հա? Հատկապես եթե թագուհին ինքը գեշ է, ես սիրուն եմ։ Դե ոնց որոշվեց, за что։ Ես պիտի սիրուն հալով դառնամ, չգիտեմ, ես իմ երրորդ չեմ անում, որտեղի պորնիկանոցի ես իմ ինչ, նայել պիտի իր այդ հալով դառնա բան, էդի չի հաշվի, չէ։ Պրոստը որտեղ ես անտեր էի, ինձ կարելի էր փողոցում մռնել գողանալ, հասկանում եք, չէ, չի կրտնում, всё, պրծավ այդ խոսակցությունը, չէ, բայց հենց որ մտնում է վերածննդի գաղափարը, չէ, ինք ասում կներես, այ ունես այն ամեն ինչը, ինչ որ ինքդ վաստակել ես։ Հասկանում եք, ու այդ դա է, էլի որ կենթանիակը հիմա պիտի կարողանա, հիմա այդ խնդիրը ասենք դու հասկանում ես, որ դու ես վաստակել, չէ, բայց էդ էլ չի, չէ, որ միշտ կարողանում ես ընդունես։ Եթե դու ինչ-որ մի վատ բան ես վաստակել, փորձում ես այդտեղից դուրս պրծնես։ Հասկանում եք, այսինքն երկու փուլ է այդ տեղը ընդունելու խնդիրը։ Հասկանում եք, չէ՞, սերդեցելի։ Ուրեմն հիմա այսա ինքը շատ կարևոր է։ Իսկ երբ որ ազնվորությունը ինքը արդարության մեջ է հաստատված, չէ՞, ճշմարտության հետևից է գնում, ճշմարտությունը իրան ասում է վերածնունդ կա։ Ոչ մի պատահական չի լինի։ Վերածնունդ կա, որտեղ ամեն մեկը ինչ-որ մի բան հատկապես այն ինչ որ ինքը ստանում է ի ծնե, այդ ծնված պահին ինքը ինչ որ ստացել է, դա 100% իրա վաստակածն է։ Всё։ Այդ է իրա վաստակածը։ Չէ՞։ Մենք անցյալ անգամ քննարկեցինք, որ ճիշտան ինքը ասում է, եթե նույնիսկ դու ավելի լավ կարող ես անել, քան ուրիշը, մեկը ուրիշի գործը անել պետք չի, չէ՞։ Մենք խոսացինք դրա մասին, որ որովհետև նա ինքը վատ անում, որտեղ սկսնակ է, ու ինքը դիտեղ սովորի, ու դու իրան խանգարում ես, չես թողնում, որ ինքը այնտեղ որտեղ ինքը ծնվել է, ինքը այդտեղ սկսի սովորել։ Հասկանում ես, ու հակառակը, այն եւ որ դու կարող ես ու ցածր ես ծնվել, դա նշանակում է որ դու պատժված ես, այսինքն դու քեզ զրկել են այդ հնարավորությունից ինչ-որ մի բան անելու։ Դա որ դու նստես լավ, եթե ձեռդ կտրես, հասկանաս թե ինչի համար ես այստեղ ծնվել։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա, տեսեք, այս դիրքը ընդունելը ինքը շատ կարևոր խնդիր է։
Հա, որտեղ ինքը եւ նյութական աշխարհում է երջանկության խնդիրը լուծում, եւ հոգեվորում։ Այնտեղ էլ չէ բազմազանություն։ Հասկանում եք։ Երբ որ մեզ տալիս են այդ գաղափարը, տեսեք հիմա նկարիացիները իրանք այնքան գրագետ են, որ իրանք ասում են հոգեվոր աշխարհը ինքը ունի էլի տես բազմազան կառուցվածք, ոնց որ նյութական աշխարհում է միջին մոլորակներ մարդկային կյանքեր են, մենակ մեր մոլորակը չի, բարձր մոլորակներում ապրում են բարեպաշտները, ցածում ոչ բարեպաշտները, չէ՞։ Նույն ձևով հոգևոր աշխարհն էլ ունի իր գրադացիաները, չէ՞։ Ու ամենաառաջի, ամենատակի իր ասլով է, որը ասես անմիջապես նյութական աշխարհից դուրս է որ գալի, լույսն ու այդ աշխարհը, վայրմունթայա կոչվում, չէ՞։ Այնտեղ բոլորը Աստծո ծառան են։ Այդտեղ ապրում են Աստծո ծառաները, այսինքն կան ազնվորություններ, բայց չկա բազմազանություն։ Բոլորը ունեն նույն մարմինը։ Հիմա ամենակարևորը Աստծո նման։ Հասկանում եք, Վայկունթայում բոլորի մարմինը նման է Աստծո մարմնին։ Աստծուն ճանաչում են մենակ նրանում, որ ինքը իր ձեռքերի մեջ ուրիշ բան է պահում։ Հա, տեսեք, ոնց է, որ ասես այն կենդանիները, որ իրանք պատրաստ չեն ընդունեն այն լրիվ ազատություն տան այդ բազմազանության աշխարհին, չէ՞, իրանք հատուկ իրանց համար ռեգիոն ունեն, որտեղ բոլորը իրար նման են, բոլորի դիրքը նույնն է, չկա մտերիմ, հեռու, բանիսի մեջ, Աստված այսպես հեռու նստած է, շատ հեռու, այսպես հա, ինքը իրար կինը նստած են, ոչ մեկ իրար չի կարա մոտենալ, ոչ մեկ չի կարա այնտեղ ընկերը լինի, այսին ծնողը լինի, իրանք այդտեղ ծնող չունեն, ոչ մամա, ոչ պապա, Նարայանան ինքը ոչ մի բան չունի, նույն ձևի Լաքշմին, հա, որ իրանք անծնունդ են, էս են, այսին նստած են, ու բոլորը իրար նման են, բոլորը ունեն նույն ունեցվածքը, նույն թռչող ափսեները, բոլորը, այսինքն ամեն ինչը իրար նման է, չէ՞։ Եվ տեսեք, նկարիացիները իրանք ասում են, բայց ամենաբարձր հոգևոր ռեգիոնը դա է, որտեղ Աստված ունի ընկերներ, ունի սիրեցյալներ, ունի մամա, ունի պապա, ունի բարեկամ, ծանոթ, եսի բես, կին, երեխա, չգիտեմ, հասկանում եք, ասում որ ինքը լցվեց տարբերությամբ, հա։ Ու այդտեղ նույնիսկ հոգևոր աշխարհում թափով են համարվում են կենդանիակները, եթե տես տնավարի ասենք, էլի, որոնք իրանք այդ բազմազանությունն են կարողանում։ Հասկացաք։ Հիմա այսի ուզում եմ մենք ընկալենք, էլի, թե ինչքան բան է, չէ՞, ուրեմն կա փաստ, կա բազմազանություն, եւ այդ փաստում կա երկու վերաբերմունք։ Ազնվորությունը ինքը կարողանում է բազմազանությունը ընդունի կամ չի կարողանում։ Հիմա, եթե ինքը կարողանում է, չէ՞, դա նշանակում է, որ ինքը ընդունում է իր ամենաառաջինը, ինքը ընդունում է իր տեղը։ Չի ծավալում ոչ մրցակցություն, ոչ թշնամակ, որովհետև հասարակության մեջ, այսինքն երբ որ կենդանիակներ իրար գլուխ են, չէ՞, այդ հասարակության մեջ ուժվադալի հոգևոր նյութական կապ չունի։ Հասարակության մեջ ինքը երջանկությունը հնարավոր է, երբ որ ամեն մեկը ընդունել է իր տեղը։ Ինչի համար, որտեղ երբ որ ընդունել են իրանց տեղը, իրանք հաստատված են խաղաղության մեջ։ Հա, հիմա նյութական աշխարհում այդ ցածր դիրքը ընդունելը ինքը շատ բարդ է։ Տեսեք ինչով է տարբերվում, հետաքրքիր է ձեզ ստեղծել։ Տեսեք ինքը ինչով է տարբերվում, էլի։ Հոգևոր աշխարհի բազմազանությունը ինքը մեկ է, ինքը սենց է, ինքը երջանկության քանակի բազմազանությունն է։ Հասկանում եք։ Այնտեղ բոլորը երջանիկ են։ Պրոստը, եթե մենք նյութական գաղափարներով ասենք, մենք կասենք սենց, մեկի երջանկությունը այսքան է, մյուսին այսքան, կախված իր կալիբրից, բայց բոլորը երջանիկ են։ Հասկանում եք։ Հա, հիմա, այսինքն այնտեղ կռիվը եթե գնում է, ինքը գնում է այնպես որ հատվել եք նյութական աշխարհում, մենք այն հոգիներն ենք, որոնք երջանկության քանակի համար են կռիվ տվել։
Հասկանում եք։ Հիմա իսկ նյութական աշխարհում երբ որ մենք ասում ենք բազմազանություն, ինքը երկու տեսակի ընտրություն է, կա դժբախտություն, հա, ոնց էր ասում Սևոտը, մարդիկ, որոնք աշխարհն են շալակած գնում, չէ՞, ու մարդիկ, որոնք նստած են շալակն աշխարհի։ Այսինքն ընտրությունը գնում է տառապանքի ու երջանկության միջև, չէ՞։ Ու տեսեք, ինչքան բարդ խնդիր է, չէ՞, ուտի, որ մարդը ինքը ընդունի իր ցածր դիրքը։ Այսինքն ընդունի տառապանքը։ Չէ՞, ուզելի չէ, ունդա, եթե ազնվությունը ինքնը եղա, ամեն անգամ հալում ես նայելուց, դա տառապանքա, չէ՞ իր համար։ Մեծ ստրես է, չէ՞, եթե ինքը գեղեցիկ չի։ Չէ՞, որպես ու հակառակը, եթե ինքը գեղեցիկ է, ինքը ամեն անգամ հաճույք է ստանում, որ ես ապտիկը հալու մեջ ու ինքը իրան տեսնի, ուրախանա, ինքը ինքան լավ ինքնա, չէ՞, հասկանում եք։ Կամ ասենք, եթե ինքը տգետ է, ցանկացած բան, որը ինքը չունի, դա տառապանք պատճառող բան է, չէ՞։ Իրան խեղճացնող բան է։ Ու դա շատ բարդ է, չէ՞ դրան հասնել։ Դա համար երեխաները քննարկում են արդարության հարցը։ Որ այդ դու պետք է հասկանաս, որ դա քո, հա, ու որպեսզի դու բանը լինես, որ ասեք դիրքդ փոխվի, դու պիտի սկսես բարեպաշտություն զարգացնել։ Տեսեք, իրանք դաժե այստեղ այդ գաղափարն են, չէ՞, մտցնում, որ ասենք քո բարեպաշտության արդյունքը դու կարող ես հաջորդ կյանքում քաղես։ Հա? Բայց այս կյանքում դու պիտի զբաղված լինես բարեպաշտություն հավաքելով։ Հա, բա տեսեք, ինձ ասում, Աստված չկա։ Զգում եք ինչ խորամանկ։ Հա? Զգում եք ինչ խելացի են, որ դաժե ասենք այս կյանքում վատ վիճակը օգտագործում են պոզիտիվная պսիխոլոգիա, օգտագործում են նրա վրա, որ կենթանիակին տանեն նենց գաղափարներ իրան տան, որ ինքը սկսի զբաղվել լավ բաներ անելով։ Называется морковка спереди. Азиатские морковку сзади очень не любят. Это любят, вот когда уже сксума աստվածամեժության դարաշրջանը, երբ որ մարդուն հա վախով են պահում, վախի հիմքի վրա են պահում ոգևոր դաշտ։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն հասկացաք, չէ՞, չեմ անում, կարողանում եմ բացատրել։ Հիմա տեսեք, ասենք, իր ընտրությունը այդ դա է, որ կա բազմազանություն, նյութական աշխարհում տառապողների եւ վայելողների բազմազանություն, հոգևոր աշխարհում շատ վայելողների, քիչ վայելողների բազմազանություն, չէ՞։ Երկուսն էլ բազմազանություն է։ Ու կենթանիակը հիմա այդ արանքում ունի Աստծո կողմից շնորհված ընտրության ազատություն։ Այսինքն ինքը ունի ոչ թե ընտրության, այդ խոսքը սխալ է։ Ինքը ունի վերաբերվելու ազատություն։ Սա շատ ավելի ճիշտ խոսք է։ Հասկանում եք։ Այսինքն այդ իրավիճակը իր կարող է դուր գա, կարող է դուր չգա, կարող է ընդունի, կարող է չընդունի։ Մենք տեսեք քննարկեցինք, թե ինչ է լինում, երբ որ կենթանիակը ինքը ընդունում է։ Ինքը սկսեց հոգու զարտոնքը սկսեց, հոգու լավ որ այլերն են արտահայտվում, եւ դա վերջանում է նրանով, որ այդ ազնվորությունը ինքը դառնում է անկախ իր ծնունդից, называется, по-русски, активно доказывал любовная теплота. Այսինքն դες պուշտակուկ էակա դառնում, էլի, ինքը ջերմ էակա դառնում, հիմա սենց էլի ամենակարևորը, եթե նույնիսկ վատ ճակատագիր ունի։ Հասկանում եք, չէ՞։ Ու դրա պլատֆորման ինքը գալիս է այդ տրամադրությունից, որ այ ոնց որ ես եմ տարապում, թող ուրիշները չտարապեն։ Այդտեղից է սկսվում այդ առաքելությունը։ Հասկացա՞ք, չէ՞, հիմա եւ կենթանիակը ինքը ունի ազատություն, հա, վերաբերվել նախանձով։ Հա, ու այդ դա գալիս է papan, ու papan ինքը իր հերթին ունի իր աշխարհը։ Այսինքն երբ որ կենթանիակը ինքը չկարողացավ ընդունել իր դիրքը, հա, ու նախանձեց ուրիշ կենթանիակի դիրքին։ Այդ հենց որ այդ նախանձի կամպանիան թե ինքը մտնում է, չէ, անմիջապես մտնում է երկու ընտրություն։ Ես ո՞նց պիտի իրականացնեմ իմ նախանձը։ Բռնությամբ, թե մրցակցությամբ։
Եթե կենդանիակը ինքը ոչ մի առավելություն չունի, ունի մենակ մի հատ առավելություն, ինքը ուժեղ է։ Հա, ուժ ունի։ Զենք, բան, կարևոր չի, մուսկուլ, ինչ ուզում ունենա, ուժ ունի, որը կարող է օգտագործի, չէ՞։ Ինքը ընտրում է նախանձի իրագործել բռնության միջոցով։ Այսինքն ինքը գնում է ոչնչացնելու նրան, ում նախանձում է, ու փորձ կատարելու կանգնել իր տեղը։ Եթե ինքը ինչ-որ մի պաշտար ունի, ինքը բարձրացնում է այդ հարցը, դու ինձանից ինչով ես լավ։ Արի մրցակցենք, տեսնենք մեզանից ով է ավելի արժանի։ Այդ ժամանակ ինքը գնում է մրցակցության դաշտը։ Բայց այդ ժամանակ ինքը ինչ-որ մի հատ իր ռեսուրսն է, կոպիտ ասած, դեմ տալի դիպաշին, չէ՞։ Ու վերջնականում, եթե հաղթում է, էլի գնում է իր տեղնական։ Չէ՞։ Դրա ամենամեծ բանը ժամանակակից սպորտն է։ Չէ՞, ինչ նշանակում է սպորտը։ Այդ ամեն մի ռեկորդսմենին, չէ՞, ինչ որ մեկը ասում է դու ինձ ինչով ես լավը։ Ես ասպասի ես։ Հա ինքը գնում է տրենիրովկայանում, գալիս է հրավիրում է իրան մրցակցության, հաղթում է ու ինչ է դառնում։ Նա գնում է, ինքը դառնում է իր տեղը։ Միշտ խոսքը գնում է իր այդ նախանձի օբյեկտի տեղը զբաղեցնելու մասին։ Ու երկու մեթոդով՝ բռնության կամ ուրեմն բանի մրցակցության։ Ուրեմն Բրաքլինտոն Թակուրը ինքը սկսում է նկարագրել, ինչ հոգեբանություն է մտնում կենդանիակի մեջ, երբ որ ինքը նախանձած է։ Ուրեմն առաջի բանը, որը տեղի է ունենում, ինքը մտնում է, ասենց էլի ոչ թե մտնում է, ինքը հրաժարվում է արդարության դաշտից ու մտնում է անարդարության դաշտ։ Չէ՞, տեսեք օրինակ, գաղափարախոսությունը ինքը ինչ ասում, չէ՞, ինքը ասում կա վերածնունդ, այդ վերածնունդի մեջ կան բաներ, զասնուկի, արժանիքներ, չէ՞, որը դու, ասեք, ձեռք ես բերել անցյալ կյանքում, համապատասխան դրան, այս կյանքում ինչ-որ տեղ, ինչ-որ դիրքում, ինչ-որ մարմնի մեջ, ինչ-որ մոլորակում, ինչ-որ ժամանակում ծնվում ես, չէ՞։ Հասկանում եք։ Ու տեսեք, այդ կենդանիակի արդարությունը ինքը այդ դրա մեջ է լինում, որ ինքը երբ որ այդ գաղափարախոսությունը ինքը ընդունում է, չէ՞, հենց որ ինքը ուզում է նախանձի, ինքը այդ է հիշում։ Որ այս կենդանիակը ուրեմն իր անցյալ կյանքերում լիքը ջիքեր է գործադրել, որ այս կյանքում իրան ամեն ինչը սենց հանգիստ տրվում է։ Հասկանում եք, եւ առաքինության դաշտը դա այն դաշտն է նյութական աշխարհում, չէ՞, որտեղ կենդանիակները իրար թույլ են տալի, որ ամեն մեկը կարողանա վայելի այն, ինչին որ ինքը արժանացել է ծնել, որը ինքը խոսում է նրա մասին, որ ինքը իր անցյալ կյանքերում ջիքեր է գործադրել։ Հասկանում եք, ասում որ դա վաստակած է։ Հասկանում եք, չէ՞։ Ու դա արդեն դա առաքինության դաշտն է։ Այդտեղ հնարավոր է երջանկությունը, որովհետև նա ելով որ վաստակ ունի, իրան էլ դաստիարակում են, որ նա ով որ քո հետ մի տարածքում է ծնվել, ինքն էլ է այն թեկուզ եւ ցածր է նշանակում է վաստակը չունի, բայց ինքը արդեն այն հոգին է, որ արժանի է, որ իրան օգնեն։ Հասկանում եք։ Ու ինքը դառնում է համարյա հոգևոր աշխարհի պես, այսինքն նա ով որ բարձր է ծնված, սրան ով որ ցածր է ծնված, այս ինքը օգտվում է իր բարիությունից, սկսա առատորեն, շռայլորեն օգնում է նրան ով որ ցածր է, հասկացա՞ք, չէ՞, այդ ժամանակ ռազվյատկա պրայսվորդ, հա, հիմա, իսկ երբ որ կենդանիակը ինքը նախանձ է, ինքը առաջերտին թողնում է արդարության դաշտին։ Ինչ է դա նշանակում։ Իրան այլևս չի հետաքրքրում ճշմարտությունը։ Առաջի հերթին դա արտահայտվում է նրանում, որ այդպիսի մարդիկ իրանք անկախ նրանից իրանց համարում են կրոնական թե չեն համարում, չեն սիրում կարդալ սուրբ գրվածքը։ Չեն սիրում։ Ինչի՞։ Որովհետև այդ սուրբ գրվածքը ինքը միշտ առաջ է քաշում մի գաղափար, որ բոլոր մարդիկ պիտի բոլորին սիրեն։ Հասկանում եք։ Այդ գաղափարը իրան պետք չի։
Դրա համար ինքը չի սիրում կարդալ։ Ինքը սիրում է, որ ինքը բնա նախանց, բայց Աստված իրան հոգնի։ Էսա բանը։ Հասկացա՞ք։ Հա? Հիմա տեսեք, այսինքն ազնվորությունը, երբ որ իր սրտի մեջ մտավ նախանձը, այսինքն ինքը նայում է, սա գեղեցիկ է, կամ հարուստ է, կամ ինչ-որ դիրք ունի, կամ երջանիկ է, կամ չգիտեմ, ուժեղ է, իմաստուն է, չմավես է, այն է, ինչ-որ մի բան ունի, որը ես չունեմ, չէ՞, նախանձեցի դրան, ինձ այլևս չի հետաքրքրում, ինքը վաստակել է, դա արդար է, դա արդար չի, ինքը ինչի է այդտեղ, всё։ Ուրեմն ինքը հրաժարվում է բանից, արդարությունից, չէ՞, եւ մտնում է կեղծավորության դաշտ։ Հա? Այսինքն, ինչ է ասում Բատինելոնդը, ինքը ասում է, այն ազնվորությունը, որը ինքը իր սրտի մեջ նախանձ ազնվորությունը, ինքը միշտ չի, չէ՞ որ կարա իր թույլ տա իր նախանձը ցույց տա։ Կայֆով կարող է, եթե ուզում, բայց եթե որ չի կարող, ինքը չի կարող, չէ՞ իրան թույլ տա։ Ասենք, որ ինքը նախանձում է։ Որտեւ եթե ինքը թույլ տա, օրինակ ասենք մի ազնվորության, որը իր դիրքով բարձր է, ու այդ դիրքի մեջ օրինակ հզորություն ունի, իշխանություն ունի, եթե ինքը ցույց տա, որ ինքը իրան նախանձում է, իրան միանգամից վարի կտան, չէ՞։ Ընդդիմությանը միանգամից կվերացնեն։ Չէ՞։ Հասկանում եք։ Ուրեմն հաջորդ քայլը լինում է այդ, որ ազնվորությունը ինքը դառնում է երկու երեսանի։ Այսինքն նախանձ մարդը ինքը միշտ արտաքինից մի բան է ցույց տալի, ներքինից ինքը ուրիշ բան է։ Հասկանում եք։ Տեսեք, երբ որ ես խոսում եմ առաքինության դաշտի մասին, չէ, ես միշտ այդ հատուկ ուշադրություն եմ դարձնում այդ որակին, էլի, որ առաքինի մարդկանց արժանիքը ինքը կայանում է նրանում, որ առաքինի ազնվորությունները իրանք կանխատեսելի են։ Հասկանում եք, առաքինի մարդը ինքը կանխատեսելի է, որտեղ եթե դուք արդեն վստահ եք, որ առաքինի մարդու հետ գործ ունեք, չէ, դուք կարող եք ասես փակ աչքերով իմանաք, ինքը երբեք չի դավաճանի, մեջքից չի խփի, հասկանում եք, ինքը երբեք բան, դες չի լինի, որ ինքը ներսում ուրիշ բան է մտածում, դրսում ուրիշ բան է ցույց տալի, հասկանում եք, որտեղ ասենք հիմա մեր ժամանակներում, չէ, երբ որ արդեն նախանց հոգիներ են շատ ծնվում, սա շատ տարածված է, երկերեսանությունը ինքը շատ տարածված է, չէ։ Ու մեզանից ամեն մեկը կամ ուրիշների վրա կամ մեր սեփական կաշվի վրա այդ փորձը ունենք, չէ, որ մեկ-մեկ հենց ամենափիս բաները մեր հանդեպ արած են լում են մարդիկ, որոնք արտաքինից ամբողջ օրը մեզ ասում են, թե մեզի ոնց է սիրում, մենք ինչ պուպուշ ենք, ինչ լավն ենք, ինչ եսի ինչ եք, հետո գնում են, այստեղ խոսում են, այնտեղ դաղում։ Քո մտքով անգամ չի անցնում, թե այդ դաղողը քո ձեռքը որ մեկն է։ Տեսեք, ասեք, մի անգամից հասարակությունը դարձավ ինչքան բարդ, մտավ կեղծավորությունը, հասկանում եք, ու դա տենց չի էլի, այմ այր որ մենք խոսում ենք, չէ, եթե ամենա չսիրած բանն է, որ երբ որ մենք ներքին այդ բաների մասին խոսում ենք, մարդը իր մեջ մտածում, հա բան տենց է, որտեվ սիրուշը այդ ձև էր, մենք բոլորս այդպիսին ենք, ու ամեն մեկը պիտի գտնի իրա չափի կեղծավորությունը, որ իրա մեջ կա։ Հա, ես համաձայն եմ, ինչ-որ մեկի մեջ շատ է, ինչ-որ մեկի մեջ քիչ է, չէ՞, բայց պրակտիկորեն 85%-ի սրտում աստվածամեժության դարաշրջանում այս երևույթը ինքը ապրում է, որ ազնվորությունը ինքը դարձնում է կեղծավոր։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա այդ կեղծավոր ազնվորությունները, չէ՞, իրանց հաջորդ քայլը դա անհանգիստ միտքն է։ Հա, տեսեք, արդար միտքը ինքը գնում է դեպի հանգստություն։ Ընդունեց իր դիրքը, դնջացավ, հանգստացավ, նստեց իր տեղը, չէ՞։ Իսկ այստեղ նախանձը նշանակում է չի ընդունել իր դիրքը։ Ինչ աշխատում ես ուրիշի նախանձում է։ Ես ուզում եմ իր տեղը լինեմ, չէ՞, ես իմ տեղը չեմ ընդունում, չէ՞։ Ինձ դուրս չի գալիս իմ տեղը։ Հիմա տեսեք, ու այդտեղից ինքը մտքի մեջ մտնում է անհանգստություն։ Ինչի, որտեղ ես իմ մեջ ինչ որ մեկի վատն եմ ուզում, չէ՞։
Ինչ-որ ցանկություն չէ ձևավորվեց։ Նախանձը ես ինչ-որ մեկի վատ եմ։ Հիմա միտքը ինքը կառուցված է, ինքը մեխանիկական է։ Ինքը կառուցված է այսպես, որ երբ որ միտքը ինքը ինչ-որ մի բան, ինչ-որ ինֆորմացիա ստացավ, ձևավորեց վերաբերմունք, տվյալ դեպքում նախանձ, հա, Էդի նշանակում է, որ միանգամից ձևավորեց ցանկություն լինել ինչ-որ մեկի տեղը, կամ եթե չեմ կարող իր տեղը լինեմ, գոնե ինքն էլ չլինի, որ աչքս չտեսնի։ Հասկացա՞ք, չէ՞։ Ու ինքը անմիջապես, երբ որ ցանկությունը ձևավորվեց, միտքը ինքը միանգամից, դա միանգամից process է, ինքը միանգամից սկսում է պլանավորել ցանկությունը իրականացնելու ձևերը։ Իսկ երբ որ դու դիսրիկացիոն անես, դիտի անհանգստություններ ապրում։ Օրինակ ասենք մտքովս անցավ պիտի սպանեմ, այ որ ինքը չլինի вообще։ Всё, գնաց, չէ։ Հիմա ես նստում եմ ընկնում եմ, եթե կարող եմ ասենք այդ ձևով, նստում մտածում եմ որտեղից դանակ ճարեմ կամ որտեղից թույն ճարեմ, որտեղից այդ սիտուացիան լինի, որ ես իրա մենակ բռնացնեմ, այնպես սպանեմ, որ չգիտեմ, հետո ոչ մեկ ինձ չկարողանա բռնի, ես էս միտքը խնդիրներ ա, չէ՞, всё, միտքը գնաց անհանգստության մեջ։ Հիմա մի հատ էլ ուրիշ դաշտ կա։ Որտեղից մի հատ կախարդ գտնեմ, որ մի հատ այն թուտու Իրանի, որ էսի առավոտը չզարթնի, հա, որ ոչ մեկ բաբշի չկարողանա իմանալ, որ դա ես էի արել, կա չէ, հասկանում եք, всё, ինքը միտքը սկսեց անհանգիստ պլանավորումը իրականացնելու իր նախանձը, հա, ու այդ ընթացքում ես իրան ժպտում եմ բաններ, եթե ասենք որոշել եմ թունավորեմ, ժպտելով իրան տորտիկ եմ առաջարկում, որի մեջ թույն է, չէ։ 5 ժամ պատմում եմ, թե ոնց եմ այդ տորտիկը սարքել, բանարել, որպեսզի իրան լավ զգա, ես ինչ հասկանում եք, ես ես պատմում եմ, չէ, որ ասենք այո, տեղ կար, որտեղ երբ որ ես պիտի դասախոսություն կարդայի, այսպես ոնց որ դրացա, այսպես ջուր բերեցին, այսպես լիքը վրա մի հատ սուրբ ծառի տեր էր, որ ես ասենք երբ որ կոկորդը շուտ այնտեղ դժամ խոսում էին, որսի կոկորդը երբ որ չանում է ջուր խմում, չէ, ես երբ որ գալիս եմ որ նստեմ այդտեղ, մի հատ երիտասարդ աղջիկ, այսպես արագ, հետևից արագ անցավ, ասեց, բա ты աղջիկ, не трогайте эту воду։ Հիմա ես հասկացա, որ ինքը դենց ասեց, որ ոչ մեկ չհասկանա, սա մտածում են ինքը մատրակրկնելու գնում էլի վերանշարվում է։ Ինքը ինձ էդ ասեց ու անցավ։ Ես այսօր նստած եմ այստեղ, այդ մի հատ այդ աղջիկա, նորից ես ինչ իմանամ այդտեղ ինչ էր։ Ասեք ես որ խմեի ինչ էր լինելու։ Այ դա է, այսա։ Հասկանում եք, որ այդ չէ, միտքը ինքը դարձավ անհանգիստ։ Ինքը սկսում է պլանավորել, չէ՞։ Հիմա հաջորդը ինքը մտնում է մանում։ Հա, հետո մի բան էլ ասեմ, էլի, որ ես լիցիմերիան երկերեսանիությունը երբ որ ասում է, չէ՞, դա անձնավորությունը դարձնում է խորամանկ։ Հասկանում եք։ Այսինքն այդ խորամանկությունն է, որ անհանգիստ ամիտ կդարձնում, էլի։ Ինքը պիտի խորամանկություն արդեն իրականացվի, չէ՞։ Հիմա տեսեք, որ ինչ ասում է Ֆրիդոն։ Ինքը ասում է, երբ որ կենթանիակը ինքը նախանձ է, ինքը կամ դառնում է խորամանկ, հիմա եկավ անհանգիստ միտք եւ դրանից հաջորդը եկավ դաժանություն։ Հա, ինտրուզիվիտան դարձավ դաժանություն։ Ու հիմա արդեն մենք գործ ունենք անձնավորության հետ, որը ինքը այդ իր նախանձը իրականացնելու համար կարող է լինի խորամանկ եւ կարող է լինի դաժան։ Հա? Ինչ ասեցին մեզ արիացիները։ Իրանք ասեցին ամեն տեղ, որտեղ դուք դաժանություն եք տեսնում, դա նախանձի սիմպտոմ է։ Հասկանում եք։ Դրա համար Амостного ուսուցիչը ասում էր, когда вы тапочкой убиваете таракана, вы ему завидуете. Որս է ցեյնալու, տարածում ուջը որ завидую։ Աստղը գնացեք մտածեք չեմ։ Հասկացաք, չէ՞։ Այսինքն ինքը դաժանությամբ է արտահայտվում։ Իրականում, ասենք, նախանձ կենթանիակը ինքը միշտ լինում է ունակ, անել խորամանկ քայլեր ու անել դաժան քայլեր։ Հասկացաք, չէ՞։ Հիմա տեսեք, հաջորդը, որը դեգրադացիան ինքը քանի դնում, այդքան խորանում է, չէ՞։ Հաջորդ մակարդակը
որ ինքը ցույց է տալիս, որ կենթանիակը իր նախանձի մեջ ապեսած լրիվ դեգրադացիայի մեջ է անկել, դա ողակալությունն է։ Մենք տեսեք, ողակալություն ինքը գնաց, հիշում եք, չէ՞, որ это неумение прощать, չէ՞, երբ որ մարդը չի կարողանում ների, այդտեղ ամեն ողակալ դառնում, մեկ է, հիմա ինչ չի կարողանում ների, բանը, նախանց մարդը։ Առավելությունը։ Ինքը չի կարողանում ների ուրիշ կենթանիակի առավելությունը։ Ուտեղից ինքը սկսում է իրանից մուր հանել, որ ինչի ես դու ինձանից առավել։ Տեսեք, ու դրա մեջ, չէ, արդարություն չկա, ճշմարտություն չկա вообще։ Ինքը մտքով չի անցնում, որ կարող է այդ մարդը արժանի է։ Ես այստեղ նույնիսկ շատ ծայրահեղ օրինակ եմ, չէ, քննարկում, որտեղ ասեք մեկ-մեկ լինում է այնպես, որ հոգևոր դաշտում մարդիկ, իրանք ովքեր որ փորձում են առաքինություն զարգացնել, չէ, մեկ էլ իրանք նախանձում են աստվածամերժության դարաշրջանում կարիերա ունեցող մարդկանց, որ ասենք հարուստ են, կայացած են, պաշտոն ունեն, իշխանություն ունեն, հասկանում եք, ու անգեջ է, ասեք, պրոստը ես միշտ այդ հարցն եմ քննարկում, էլի, որ մեր ժամանակներում աստվածամերժության դարաշրջանում, որովհետև այդպիսի բաները, հարստությունը, պաշտոնը, դիրքը տրվում է արատի դիմաց, դա նշանակում է, որ այդ մարդը ինքը եսի մի չարի իր հետ, որ ստիպված ինչ-որ քայլեր պիտի անի, ինչ-որ բաների, ինչ-որ սրբությունների վրայով պիտի անցնի, ինչ-որ բաներ ուրացող պիտի լինի, դաժան պիտի լինի, խորամանկ պիտի լինի, որ իրան աստվածամերժերը ինչ-որ մի հատ ասել խրելու տեղ տան, եթե ինքը այդ ասել խրելու տեղը ունի, ուրեմն ինքը ինչ-որ բան է, չէ, երթում էր, ես միշտ մաֆիայի օրինակն եմ բերում, չէ, այդ բանն է, չէ, տեղի ունեցել։ Հիմա ամեն մարդ ինքը կարող է տենց լինի, դա չկա նախանձելը։ Եթե դու գիտակցում ես, որ քո դիմացինը ինքը հաջողության է հասել արատի միջոցով, ու շատ լավ գիտես, թե այդ արատի դիմաց ինքը հետո ինչեր է ստանալու։ Հիմա ասենք, արիացիները իրանք ասում են, հիմա ասած էլի, ասենք ասում են, չէ, ու իրանց արքաները հենց այդ հոգեբանությամբ են դաստիարակված, որ եթե իրանց պոդդմեյոցա, թակավորի բաները էլի, ենթակա չէ, հպատակները, որ եթե իրանց հպատակները մեղքեր են գործում, արքան իրա մահից հետո պատասխանը տալիս իր հպատակների գործած մեղքերի 1/4 համար։ Տրիչիտ, ադաջե, հասկանում եք, իրան կարներ նախանձել։ Բայց տեսեք, ինքը էտա չէ, որ դաժե այդ ինքը հարգանքի է, և բանով հարգանքի էլի, որ էությունը հասկանանք, հասկանում եք, որ այո, մարդը եթե ինքը հասկանում է, էլի, որ այս մարդը ինքը դեց բաների մեջով է հասել, անցել, որ այդի ունենա։ Ոմա ինչքան կարևոր է այդն, չէ, որ ասեք, ես դες բաների մեջով չեմ անցել։ Կոպիտ ասած դրամ էլ օրս էսա։ Չեմ անցնել, չեմ կարող, դաժե ուսենեմ, որոշում կայացնեմ, ասեմ, վсё, դառնալու եմ տեն, չէ, որ տեղը գա, որ արդեն դիք կոնկրետ քայլ անես, չես կարող, չէ, ով կարող աստեղ նստածներից մաս բանի։ Բայց լիքը մարդ կա, չէ, ստեղ, որ այնպես մարդիկ ունի իր շրջապատում, որ 100 անգամ մտածել է, կտամ, կշպանեմ սրան, պրծնեմ սրանից, բայց այդ ասելով տենց է մնացել է, չէ, իսկ կա, որ իրականացնում է, չէ, հասկանում եք, ուրեմն այո, եթե ինքը կարողացել է այդ բաների մեջ վրայով անցնի, ու եթե անի, ինչ-որ մի բան հասնի, հա, ինքն էլ է արժանի, որ իր արածը վայելի, որտեղ ինքը դրա համար իր հոգով է վճարում։ Ինքը գիդա վճարել։ Հասկանում եք, դες չէ, ես միշտ ասում եմ, չէ, свою цену требуют и Бог, и дьявол։ Իրանք երկուսն են գին են ուզում, ոչ մեկ հենց անենց ոչ մեկին ոչ բան չի տալիս, չէ, հասկանում եք,
ասենք այնտեղ էլ իր պահանջները կան, չի, ու մարդը ինքը այդ պահանջներին բանալի ինքն էլ արժանի է, որ իրան սատանան ինչ-որ բան տա, իրան էլ այդտեղ չի կարելի խանգարել։ Ինքն թող իր ճանապարհը վայելի, հետո գնա, ինչ կստանա, ինչ կանի, այդ երկու տվածները իրանք մի բանով են չէ տարբերվում, հետագա հետևանքով։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն այստեղ կենտանիակը ինքը դառնում է ողական։ Հա, հիմա ու ամենավերջինը, որը քննարկում աբրակցիվնատակորես պապայի մեջ, որտեղ դեգրադացիան լրիվ տեղի ամենում, մարդեսը կենտանիակ, որի հիմքը նախանձն է, հա, որը ինքը դրա հետևանքով արդարության դաշտից դուրս է գալիս, որի մեջ զարգանում է երկերեսավիությունը, այսինքն ինքը դառնում է խորամանկ, հա, որը ինքը սկսում է պլանավորել եւ իրականացնել կամ խորամանկությունը կամ դաժանությունը, հա, որը դրանից հետո вообще դառնում է ողակալ, այսինքն ապելովատում է ամեն ինչը, ինչ որ իրանից բարձր է, կապցնի вообще, ով է, ինչ է, ինչի համար է, հասկանում եք, չէ՞։ Այդ դրանից հետո, այդտեղ տակը կարող է լավ մարդ մնա։ Չի մնա, չէ՞։ Դրա համար վակցինոն ինքը ասում, այո, որ այս ամեն ինչը կենտանիակի մեջ կա, մենք ստանում ենք անբարոյական մարդ։ Հասկանում եք։ Հիմա ուղղակի սենց, երբ որ մենք նայում ենք տեսնում ենք մարդը ինքը անբարոյականն է, չէ՞։ Մենք պետք է միանգամից հասկանանք, այո, այդ գրագիտությունը ձեռք բերեցինք, չէ՞, որ այս ինքը աշխատում է եւ սենց, եւ սենց։ Այսինքն, երբ որ մենք մարդու մեջ բռնում ենք նախանձը, մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք մարդու հետ, որը ինքը երկու երեսանի է, խորամանկ է, իրան չի կարելի վստահել, հա։ Ինքը կարող է լինի եւ խորամանկ, եւ կարող է լինի դաժան։ Իրենց ամեն ինչ կարելի է սպասել, որովհետև ինքը անբարոյական է։ Այսքան կապ չունի, ինքը անբարոյական է, եթե ինքը նախանձ է։ Ու հակառակը, եթե մենք բռնում ենք, որ տեսնում ենք, որ ինքը անբարոյական է, չէ՞, որտեղ մենք գիտեք, ասենք, այդ նախանձ ինքը sense միանգամից չի երևում, չէ՞։ Բայց եթե մենք տեսնում ենք, որ մարդը ինքը անբարոյական է, մենք պետք է հասկանանք, որ ինքը նախանձ է։ Եվ ինքը իր մեջ ունի այն բոլոր որակները, որ մենք հիմա քննարկեցինք, որ ուղղակի մենք կարող չենք տեսնել, բայց դի չկասկածենք, որ իր մեջ է կա։ Այսինքն հենց որ լինի բարենպաստ բանը, պոչվա, հա? Ինչը? Չէ, պայման չէ, պոչվա, հողը, հա? Այդ բարենպաստ հողը լինի, իր մոտ այդ ամեն ինչը գլուխ է բարձրացնել։ Հասկացա՞ք, չէ՞, ասկա երկու ստիկա, էսի բռնեցիր, են կա, էսի բռնեցիր, էս կա, всё։ Հասկանում եք, ինչ ուզում է ինքը իրան ձևացնի։ Ոստեղ ամենակարևորը ո՞րն է, որ երբ որ դուք բռնեցիք, որ ինքը նախանձ է, չէ՞, դուք միանգամից պետք է հասկանաք, որ ինքը մի հատ ամենակարևոր բանը, որ այդ ինքը կեղծավոր է։ Այսինքն ինքը միշտ անձնավորություն է, որը ցույց է տալի մի բան, իր ներսում ինքը ունի մի ուրիշ բան։ Հասկանում եք, հիմա ոնց եք իմանում նախանձը, նախանձա թե նախանձ չի։ Ես միշտ ցես բաները առաջ հանգիստ էի ասում, հիմա շատ նարված եմ ասում, որտեղ օրինակ հոգեվոր դաշտում, երբ որ ես բարձրաձայնեցի, թե որոնք են այն ամենաբարձր մակարդակի վրա կեղծավորները, իրար սիմպտոմները, իրանք լսեցին, որ այդ սիմպտոմները թաքցրեցին։ Իրանք շատ ավելի բան են, էլի, շահագրգռված են գիտելիքի մեջ, քան դմլները։ Բայց մեկը մի երկու բան լրիվ չեմ ասի, կներեք, անկեղծ ասում եմ, լրիվ չեմ ասի, բայց մի երկու հատ շատ ակնհայտ սիմպտոմները կասեմ, չէ՞։ Տենց մարդիկ իրանք շատ հաճախ օգտագործում են ինչով է այսինչը ինձանից լավ։ Հա? Շատ հաճախ արդեն մեր լեքսիկոնում օգտագործում են քոսոտ բառը։ Հա? Այսինքն, ասենց ընդհանուր ասեմ, շատ հաճախ օգտագործում են ուրիշին նսեմացնող բառեր։ Դա միշտ նշանակում է, որ ինքը նախանձ ունի ու չի կարողանում դիմանալ ոչ մեկի առավելությանը։ Դրա համար սովորություն ունի ամեն մարդու համար ասել ցածրացնող բառեր։ Ինքը նախանձ է։ Հպարտ չի, իմենը նախանձ է։ Հասկանում եք։ Եվ ամենավերջում
Այսօրվա թեման ես ուզում եմ ավարտեմ իմ ամենասիրած ես Բաքսիվիլոս Թակուրի այդ բանը սահմանման վրա հրճվել եմ ամենաառաջի վայրկյանից, երբ որ լսել եմ նախանձի թեման ինքը հոգևոր կյանքում շատ այսպես առանցքային թեմա է ու մինչև հիմա ես դրանից ավելի ծավալուն ու ավելի խորքային սահմանում չեմ համենայնդեպս ես չեմ հանդիպել կամ կարող է այդ ինձ ադուրեկել ձեզ դուք չգալ, բայց բոլոր դեպքերում ես իր սահմանումը կասեմ։ Ինքը նախանձը սահմանում է այսպես, ասում նախանձ ազնվորությունը ինքը շատ լավ գիտակցում է իր առաջ կանգնած ազնվորության առավելությունները, բայց ձևացնում է, որ այդ առավելությունները չկան։ Ուրեմն երբ որ դուք ձեր մեջ գիտեք, որ դուք ինչ-որ այդ 6 արժանինքներից ինչ-որ մի արժանինք ունեք և ձեր դիմացինը ինքը միշտ իրան նենց է պահում, որ ձևացնում է, որ թե դուք այդ առավելությունը չունեք, դուք դիմանաք, որ ինքը ձեզ նախանձում է։ Իսկ եթե ինքը ձեզ նախանձում է, ուրեմն դուք կարող եք իրանից սպասել են ամեն ինչը, ինչ-որ մենք այսօր քննարկեցինք։ Ինչ է նշանակում ձևացնում է, որ չկա։ Օրինակ դուք յետարեք դուք շատ գեղեցիկ եք։ Կարող կանայք են նստած կանանց օրինակը տալու, չէ՞, դա դուք շատ գեղեցիկ եք։ Ու ձեր ընկերուհին ինքը տենց այդքան էլ իրանց ոչ բան չի ներկայացնում, չէ՞։ Ինքը միշտ մի հատ սովորություն ունի, որ ինչքան ավելի լավ եք, ինչքան ավելի լավ տեսք դուք ունեք, ինքը երբեք այդ տեսք, ձեր տեսքի մասին չի խոսում։ Կամ ասենք, եթե դուք շատ լավ տեսք ունեք այդ օրը, ինքը կարող է ձեզ սկսի սենց, այնքան լավ տեսք ունես, բայց այս իր բանը նեզ ոնց որ ստեղ մի քիչ չի սարում։ Ինքը անպայման այդ կոտրող մի հատ բան է ձեզ ասում, որ դուք ձեզ կոմպլեքսավորում եք։ Пожалуй, օրինակ էլի, да, то есть замалчивается преимущество. Այդ ժամանակ միշտ նշանակում է, որ կա նախանձ։ Եթե կա նախանձ, պիտի հասկանաք, որ այս ամեն ինչը ստանալու եք полном բուկետի։ Կախված նրանից, թե երբ է, այդտեղ միակ բանը այն է, թե երբ ինքը կստանա այն բարենպաստ պայմանը, որտեղ կարող է դա արտահայտել։ Ու դրա համար է, որ բոլոր կայացած մարդիկ իրակի չեն ասում, այլ մենք հայերով մի հատ բան ասացված ունենք, չէ՞, ասում ենք ընգասցուլի վրա թանկավորները շատանում։ Այդ բոլորը թանկավորները դրանք նախանձներ են, որով երբ որ ցուլը ընկավ, իրանք բարենպաստ պայման են ստանում իրանց նախանձը արտահայտելու ու միանգամից անում են դաժան արարքներ։ Հասկացա՞ք եք։ Всё, այսօր էսքանա ունացած ապրեն հաջորդին։ Դուք եկավ։